Հենց այս վայրկյանին, երբ դու նստած ես եւ կարդում այս տողերը, քո մարմինը շարժվում է տիեզերքում 1670 կմ/ժ արագությամբ։ Դու չես զգում, քո սուրճը չի թափվում, քո մազերը չեն փողփողում քամուց։ Բայց դա իրականություն է։ Այս վայրկյանին դու ճախրում ես տիեզերքում ավելի արագ, քան ամենաարագ ռազմական ինքնաթիռը, եւ քո ուղեղը նույնիսկ չի կասկածում դրա մասին։ Ինչպես է հնարավոր, որ մենք չենք զգում այս անհավատալի արագությունը։ Ինչպես է հնարավոր, որ ամեն ինչ թվում է այդքան անշարժ եւ հանգիստ։ 2017 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղաֆիզիկոսները իրականացրին մի փորձ, որը փոխեց մեր պատկերացումները տիեզերական շարժման մասին։ Նրանք տեղադրեցին ատոմային ժամացույցներ տարբեր բարձրություններում, ծովի մակարդակից մինչև լեռների գագաթներ։ Արդյունքը ցնցող էր։ Ժամացույցները, որոնք գտնվում էին ավելի բարձր, շարժվում էին ավելի արագ երկրի պտտման պատճառով, եւ ժամանակը նրանց համար անցնում էր տարբեր արագությամբ։ Տարբերությունը միլիարդերորդ վայրկյաններ էր, բայց այն չափելի էր։ Դա նշանակում էր, որ քո գլուխը բառացիորեն ապրում է ապագայում, համեմատած քո ոտքերի հետ։ Շարժումը չէր պարզապես ֆիզիկական երևույթ, այն փոխում էր ինքը ժամանակի բնույթը։ Բայց սա միայն սկիզբն է։ Երկրի պտտումը իր առանցքի շուրջը միայն առաջին շերտն է, մի բազմաշերտ իրականության, որտեղ մենք միաժամանակ մասնակցում ենք տասնյակ տարբեր շարժումների։ Պատկերացրու մի պարող, որը միաժամանակ պտտվում է իր առանցքի շուրջը, շարժվում է ձախ եւ աջ, վեր եւ վար, եւ միևնույն ժամանակին ամբողջ բեմը, որի վրա նա ապարում է, ինքը շարժվում է տիեզերքում անհավատալի արագությամբ։ Դա մենք ենք, դա երկիրն է, դա մեր իրական վիճակն է տիեզերքում։ Երբ Գալիլեո Գալիլեյը 17-րդ դարում առաջին անգամ հայտարարեց, որ երկիրը շարժվում է, եկեղեցին դատապարտեց նրան։ Ոչ թե որովհետև դա հակասում էր Աստվածաշնչին, այլ որովհետև դա հակասում էր մարդկային զգացողություններին։ Ինչպես կարող է երկիրը շարժվել, եթե մենք զգում ենք, որ կանգնած ենք անշարժ։ Բայց Գալիլեոն հասկացավ մի բան հիմնարար. շարժումը հարաբերական է։ Երբ դու նստած ես ինքնաթիռում, որը թռչում է 800 կմ/ժ արագությամբ, դու կարող ես խաղաղ խմել ջուր, կարդալ գիրք, քնել։ Ինչու՞։ Որովհետև դու, ինքնաթիռը եւ օդը ներսում բոլորդ շարժվում եք միասին։ Նույն սկզբունքը գործում է երկրի վրա, միայն անհամեմատ ավելի մեծ մասշտաբներով։ Եկեք սկսենք ամենապարզից։ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը մեկ անգամ 24 ժամում։ Դա ստեղծում է օր եւ գիշեր, բայց նաեւ ստեղծում է շարժում։ Եթե դու կանգնած ես հասարակածում, Աֆրիկայի կենտրոնում, որտեղ երկիրը ամենալայնն է, դու շարժվում ես 1670 կմ/ժ արագությամբ դեպի արևելք։ Դա ավելի արագ է, քան ձայնի արագությունը օդում։ Դա արագություն է, որը կարող էր քեզ տանել Մոսկվայից Վլադիվոստոկ ընդամենը 7 ժամում։ Բայց դու չես զգում, որովհետև ամեն ինչ քո շուրջը, օդը, ծառերը, շենքերը, ամպերը, բոլորը շարժվում են միասին քեզ հետ։ Բայց եթե դու շարժվես հյուսիս դեպի բևեռները, արագությունը նվազում է։ Ռեյկյավիկում, Իսլանդիայում դու շարժվում ես միայն 700 կմ/ժ արագությամբ, իսկ հյուսիսային բևեռում, ճիշտ երկրի առանցքի վրա, դու ընդհանրապես չես շարժվում հորիզոնական ուղղությամբ։ Դու պարզապես պտտվում ես տեղում, ինչպես պարող, որը պտտվում է իր առանցքի շուրջը։ Սա նշանակում է, որ երկու մարդ, որոնք կանգնած են տարբեր լայնություններում, ապրում են տարբեր արագություններում, թեև երկուսն էլ կարծում են, որ անշարժ են կանգնած։ 1670 կմ/ժ։ Այս թիվը ինքնին ցնցող է, բայց դա միայն սկիզբն է։ Երկրի պտտումը իր առանցքի շուրջը միայն առաջին շարժումն է մի ամբողջ կասկադի մեջ, որտեղ յուրաքանչյուր հաջորդ շարժումը ավելի արագ է, ավելի հզոր, ավելի անհավատալի։ Եվ ամենահետաքրքիրը, բոլոր այս շարժումները տեղի են ունենում միաժամանակ, այս վայրկյանին, երբ դու կարդում ես այս բառերը։ Երբ Իսահակ Նյուտոնը 17-րդ դարում ձևակերպեց իր շարժման օրենքները, նա ստեղծեց մի հասկացություն, որը կոչվում է իներցիա։ Առարկան, որը շարժվում է շարունակ, եթե արտաքին ուժ չի ազդում նրա վրա։ Սա բացատրում է, թե ինչու մենք չենք զգում երկրի պտտումը։ Մենք ծնվել ենք այս շարժման մեջ։ Մեր նախնիները ապրել են այս շարժման մեջ միլիոնավոր տարիներ։ Մեր ուղեղները զարգացել են այնպես, որ անտեսեն այս հաստատուն շարժումը եւ կենտրոնանան միայն փոփոխությունների վրա։ Երբ դու սկսում ես վազել, դու զգում ես արագացումը։ Երբ մեքենան կանգ է առնում, դու զգում ես դանդաղեցումը։ Բայց հաստատուն արագությունը, անկախ նրանից, թե որքան մեծ է այն, անտեսվում է մեր զգայարաններից։ Բայց երկրի պտտումը միայն մեկ շարժում է։ Հիմա պատկերացրու, որ ամբողջ երկիրը, այս հսկա գնդակը, որի տրամագիծը 12700 կիլոմետր է, շարժվում է տիեզերքում շատ ավելի արագ։ Երկիրը պտտվում է արեգակի շուրջը, եւ այս շարժումը ստեղծում է արագություն, որը գերազանցում է մեր երևակայությունը։
Երկիրը գտնվում է Արեգակից միջինը 148 միլիոն 600 հազար կիլոմետր հեռավորության վրա։ Այս հեռավորությունը կոչվում է աստղաֆիզիկական միավոր, եւ այն հիմնական չափման միավորն է Արեգակնային համակարգում։ Երկիրը պետք է անցնի ամբողջ ուղին Արեգակի շուրջը ընդամենը 365 օրում եւ 6 ժամում։ Սա նշանակում է, որ Երկիրը պետք է անցնի ընդհանուր 940 միլիոն կիլոմետր տարեկան։ Եթե բաժանենք այս հեռավորությունը ժամերի վրա, ստանում ենք արագություն, որը հավասար է 107,000 կիլոմետր ժամում։ 107,000 կիլոմետր ժամում։ Կարտա այս թիվը նորից։ 107,000։ Դա 64 անգամ ավելի արագ է, քան Երկրի պտտումը իր առանցքի շուրջը։ Դա 100 անգամ ավելի արագ է, քան ձայնի արագությունը օդում։ Դա այնպիսի արագություն է, որը կարող էր քեզ տանել Երկրից լուսին ընդամենը 3 ժամում։ Եվ դու շարժվում ես այս արագությամբ հենց այս վայրկյանին։ Երբ Յոհաննես Կեպլերը 17-րդ դարի սկզբին հաշվարկեց մոլորակների ուղիները, նա հայտնաբերեց, որ դրանք չեն կատարյալ շրջանագծեր, այլ էլիպսներ են։ Երկիրը շարժվում է Արեգակի շուրջը էլիպսաձև ուղով, ինչը նշանակում է, որ մեր հեռավորությունը Արեգակից փոխվում է տարվա ընթացքում։ Հունվարին մենք ամենամոտն ենք Արեգակին, 147 միլիոն կիլոմետր, եւ այդ պահին մեր արագությունը հասնում է 110,000 կիլոմետր ժամում։ Հուլիսին մենք ամենահեռուն ենք, 152 միլիոն կիլոմետր, եւ մեր արագությունը նվազում է մինչև 104,000 կիլոմետր ժամում։ Մենք արագանում եւ դանդաղում ենք տարվա ընթացքում, բայց այս փոփոխությունները այնքան աստիճանական են, որ մեր զգայարանները չեն կարող դրանք հայտնաբերել։ Բայց եթե Երկիրը շարժվում է Արեգակի շուրջը, ապա ինչ է տեղի ունենում Արեգակի հետ։ Արդյոք Արեգակը անշարժ է կանգնած տիեզերքում։ Պատասխանը ցնցող է. ոչ։ Արեգակը ինքը շարժվում է եւ շարժվում է անհավատալի արագությամբ։ Արեգակը մեր գալակտիկայի ծիշտ ճանապարհի մի փոքրիկ մասն է։ Ծիշտ ճանապարհը պարունակում է 200 մինչև 400 միլիարդ աստղ, եւ Արեգակը գտնվում է գալակտիկայի կենտրոնից մոտավորապես 26,000 լուսատարի հեռավորության վրա։ Գալակտիկան պտտվում է, ինչպես հսկայական պտտվող սկավառակ, եւ Արեգակը մեր ամբողջ Արեգակնային համակարգով միասին շարժվում է այս պտտման մեջ։ Արեգակը պտտվում է գալակտիկայի կենտրոնի շուրջը արագությամբ, որը հասնում է 220 կմ/վայրկյանում, ոչ ժամում, այլ վայրկյանում։ Եթե վերածենք սա ժամային արագության, ստանում ենք 810,000 կմ/ժամում։ Դա 75 անգամ ավելի արագ է, քան Երկրի շարժումը Արեգակի շուրջը։ Դա այնպիսի արագություն է, որը գերազանցում է մեր ամենաարագ տիեզերանավերի արագությունը։ Բայց այստեղ է ամենահետաքրքիրը։ Արեգակը պետք է անցնի ամբողջ ուղին գալակտիկայի շուրջը ընդամենը 220 մինչև 240 միլիոն տարում։ Սա կոչվում է գալակտիկական տարի։ Վերջին անգամ, երբ Արեգակը գտնվում էր այն տեղում, որտեղ այժմ է, դինոզավրերը դեռ չէին ի հայտ եկել Երկրի վրա։ Հաջորդ անգամ, երբ Արեգակը կվերադառնա այս կետ, մարդկությունը, եթե դեռ գոյություն ունենա, կլինի այնպիսի տարբեր, որ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Եվ այստեղ մենք հասնում ենք մի անհավատալի իրականության։ Երբ դու նայում ես գիշերային երկնքին եւ տեսնում աստղեր, դու տեսնում ես անցյալը։ Լույսը, որը գալիս է ամենամոտ աստղից, Պրոքսիմա Կենտավրիից, ճանապարհորդել է 4 տարի եւ 3 ամիս, մինչև հասել է քո աչքերին։ Բայց այդ ժամանակահատվածում Արեգակը շարժվել է գալակտիկայի շուրջը։ Դա նշանակում է, որ երբ այդ լույսը սկսել է իր ճանապարհորդությունը, Արեգակը գտնվում էր տիեզերքի այլ կետում։ Մենք տեսնում ենք տիեզերքը ոչ թե այնպես, ինչպես այն է հիմա, այլ այնպես, ինչպես այն էր, երբ մենք գտնվում էինք տիեզերքի այլ մասում։ Բայց նույնիսկ գալակտիկական շարժումը չէ վերջին շերտը։ Ծիշտ ճանապարհը ինքը շարժվում է տիեզերքում։ Եվ այստեղ մենք հասնում ենք արագությունների, որոնք գերազանցում են ամեն մի երևակայություն։ Ծիշտ ճանապարհը պատկանում է մի խմբի, որը կոչվում է տեղական խումբ։ Այս խումբը պարունակում է ավելի քան 50 գալակտիկաներ, ներառյալ Անդրոմեդան, մեր ամենամոտ մեծ հարևանը։ Տեղական խումբը ինքը շարժվում է դեպի մի տարածք, որը աստղագետները կոչում են մեծ ձգողական կենտրոն։ Սա հսկայական գերխուցում է գալակտիկաների, որը գտնվում է մեզանից 150 միլիոն լուսատարի հեռավորության վրա։ Եվ մեր ամբողջ գալակտիկան տեղական խմբով միասին շարժվում է դեպի այդ կենտրոնը արագությամբ, որը հասնում է 600 կմ/վայրկյանում։ 600 կմ/վայրկյանում։ Դա 2,160,000 կմ/ժամում։ Դա 20 անգամ ավելի արագ է, քան Արեգակի շարժումը գալակտիկայի շուրջը։ Դա այնպիսի արագություն է, որը կարող էր քեզ տանել Երկրից լուսին ընդամենը 18 վայրկյանում։ Դա արագություն է, որը մոտենում է լույսի արագության 100-րդ մասին։ Բայց նույնիսկ սա չէ վերջը։ 2013 թվականին Հավայան համալսարանի աստղագետները հայտնաբերեցին ավելի մեծ կառուցվածք, որը կոչեցին Լանյակիա։ Սա գերխուցում է գերխուցումների,
որը պարունակում է մոտավորապես 100,000 գալակտիկաներ, ներառյալ մեր ծիշ ճանապարհը։ Լանյակյան ունի տրամագիծ 500 միլիոն լուսատարի, եւ ամբողջ այս կառուցվածքը շարժվում է տիեզերքում։ Մեր գալակտիկան տեղական խմբով եւ մեծ ձգողական կենտրոնով միասին մասն է այս ավելի մեծ շարժման։ Եվ այստեղ մենք հասնում ենք մի հիմնարար հարցի. շարժվում ենք մենք, թե տիեզերքը շարժվում է մեզ շուրջը։ Պատասխանը կախված է նրանից, թե որ հենակետից ես նայում։ Ալբերտ Այնշտայնը իր հարաբերականության տեսությամբ ցույց տվեց, որ բացարձակ շարժում գոյություն չունի։ Ամեն շարժում հարաբերական է որևէ այլ կետի նկատմամբ։ Երբ մենք ասում ենք, որ երկիրը շարժվում է 107,000 կմ/ժ արագությամբ, մենք նկատի ունենք արեգակի նկատմամբ։ Երբ ասում ենք, որ արեգակը շարժվում է 810,000 կմ/ժ արագությամբ, մենք նկատի ունենք գալակտիկայի կենտրոնի նկատմամբ։ Բայց կա մի հենակետ, որը աստղագետները համարում են ամենամոտը բացարձակին։ Սա կոչվում է տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթում։ Երբ տիեզերքը ծնվեց, մեծ պայթյունից 13 միլիարդ 800 միլիոն տարի առաջ, այն թողեց ետևում ճառագայթման մի ձև, որը լցնում է ամբողջ տիեզերքը։ Այս ճառագայթումը գալիս է բոլոր ուղղություններից հավասարաչափ, եւ աստղագետները կարող են օգտագործել այն որպես հենակետ, չափելու մեր բացարձակ շարժումը տիեզերքում։ Երբ աստղագետները չափեցին մեր շարժումը այս ֆոնային ճառագայթման նկատմամբ, նրանք հայտնաբերեցին, որ մենք շարժվում ենք արագությամբ, որը հասնում է 610 կմ/վ։ Դա 2,210,000 կմ/ժ։ Սա մեր իրական արագությունն է տիեզերքում, եթե կարելի է խոսել իրական արագության մասին հարաբերականության տիեզերքում։ 2,210,000 կմ/ժ։ Դա 1300 անգամ ավելի արագ է, քան երկրի պտտումը իր առանցքի շուրջը։ Դա 20 անգամ ավելի արագ է, քան երկրի շարժումը արեգակի շուրջը։ Դա լույսի արագության 102-րդ մասն է։ Եվ դու շարժվում ես այս արագությամբ հենց այս վայրկյանին, երբ կարդում ես այս բառերը։ Բայց ինչու՞ց մենք չենք զգում այս անհավատալի արագությունը։ Պատասխանը կայանում է իներցիայի եւ հարաբերականության սկզբունքներում։ Երբ ամեն ինչ քո շուրջը շարժվում է նույն արագությամբ եւ նույն ուղղությամբ, չկա ոչ մի ուժ, որը կարող է քեզ ասել, որ դու շարժվում ես։ Պատկերացրու, որ դու գտնվում ես հսկայական տիեզերանավում, որը չունի պատուհաններ։ Անկախ նրանից, թե որքան արագ է շարժվում տիեզերանավը, եթե այն շարժվում է հաստատուն արագությամբ ուղիղ գծով, դու չես կարող որոշել շարժվում ես թե ոչ։ Միակ ձևը հասկանալու համար այն է նայել դուրս եւ տեսնել արտաքին հենակետեր։ Երկիրը մեր տիեզերանավն է։ Մենք ծնվել ենք այս տիեզերանավում։ Մեր նախնիները ապրել են այստեղ միլիոնավոր տարիներ։ Մեր ուղեղները զարգացել են այնպես, որ անտեսեն այս հաստատուն շարժումը։ Մենք չունենք պատուհաններ, որոնք ցույց կտան մեզ մեր իրական արագությունը տիեզերքում։ Մենք կարող ենք միայն հաշվարկել այն, օգտագործելով մաթեմատիկա եւ աստղագիտություն։ Բայց այստեղ է ամենահիմնարար հարցը։ Եթե մենք շարժվում ենք այդքան արագ, ապա դեպի ուր ենք մենք գնում։ Ինչ է մեր վերջնական նպատակակետը։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչպես է տիեզերքը զարգանում։ Երբ Էդվին Հաբլը 1929 թվականին հայտնաբերեց, որ տիեզերքը ընդլայնվում է, նա փոխեց մեր պատկերացումները տիեզերքի ապագայի մասին։ Գալակտիկաները հեռանում են միմյանցից, եւ որքան հեռու է գալակտիկան, այնքան ավելի արագ է այն հեռանում։ Սա նշանակում է, որ տիեզերքը ինքը ընդլայնվում է, ինչպես փուչիկ, որը փչվում է։ Եվ մենք, մեր գալակտիկան, մեր տեղական խումբը, բոլորս մասն ենք այս ընդլայնման։ Բայց 2011 թվականին աստղագետները հայտնաբերեցին ավելի անհավատալի բան։ Տիեզերքի ընդլայնումը ոչ միայն շարունակվում է, այլև արագանում է։ Կա մի խորհրդավոր ուժ, որը կոչվում է մութ էներգիա, որը մղում է գալակտիկաները ավելի արագ հեռանալ միմյանցից։ Մութ էներգիան կազմում է տիեզերքի ընդհանուր էներգիայի մոտավորապես 70%-ը, բայց մենք դեռ չգիտենք, թե ինչ է այն։ Սա նշանակում է, որ մեր շարժումը տիեզերքում ոչ միայն շարունակվում է, այլև փոխվում է։ Մենք շարժվում ենք դեպի մեծ ձգողական կենտրոնը, բայց միևնույն ժամանակին տիեզերքի ընդլայնումը մղում է մեզ հեռու այլ գալակտիկաներից։ Մենք մասնակցում ենք երկու հակադիր շարժումների՝ գրավիտացիոն ձգողականության, որը մեզ մոտեցնում է որոշ կառուցվածքների, եւ մութ էներգիայի, որը մեզ հեռացնում է մյուսներից։ Եվ այստեղ մենք հասնում ենք մի խորը փիլիսոփայական հարցի։ Եթե մենք շարժվում ենք այդքան արագ, եթե ամեն ինչ տիեզերքում շարժվում է, ապա ինչ է անշարժությունը։ Գոյություն ունի արդյոք բացարձակ հանգիստ, թե ամեն ինչ հարաբերական է։ Այնշտայնը պատասխանեց այս հարցին իր հարաբերականության տեսությամբ։ Բացարձակ հանգիստ գոյություն չունի։ Ամեն շարժում հարաբերական է որևէ այլ կետի նկատմամբ։ Երբ դու նստած ես աթոռին, դու հանգիստ ես երկրի նկատմամբ, բայց շարժվում ես արեգակի նկատմամբ։ Երբ դու քնած ես, դու հանգիստ ես քո անկողնու նկատմամբ, բայց շարժվում ես գալակտիկայի նկատմամբ։ Անշարժությունը միայն պատրանք է,
որը ստեղծվում է մեր սահմանափակ հեռանկարից։ Բայց կա ավելի խորը իմաստ։ Շարժումը ոչ միայն ֆիզիկական երևույթ է, այն փիլիսոփայական հասկացություն է։ Հին հույն փիլիսոփա Հերակլիտոսը ասաց. «Դու չես կարող երկու անգամ մտնել նույն գետը»։ Գետը շարժվում է, ջուրը փոխվում է, եւ դու ինքդ փոխվում ես։ Շարժումը տիեզերքի հիմնական բնույթն է։ Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում է, ոչինչ չի մնում անշարժ։ Երբ մենք նայում ենք գիշերային երկնքին եւ տեսնում աստղեր, մենք տեսնում ենք անշարժություն։ Աստղերը թվում են ամրացված երկնային գմբեթին, անփոփոխ եւ հավերժական։ Բայց սա պատրանք է։ Յուրաքանչյուր աստղ շարժվում է, յուրաքանչյուր գալակտիկա շարժվում է։ Ամբողջ տիեզերքը շարժման մեջ է, հսկայական պարում, որը տևում է միլիարդավոր տարիներ։ Եվ մենք, փոքրիկ մարդիկ, այս փոքրիկ մոլորակի վրա մասն ենք այս պարին։ Մենք պարում ենք երկրի պտտման հետ։ Մենք պարում ենք երկրի շարժման հետ արեգակի շուրջը։ Մենք պարում ենք արեգակի շարժման հետ գալակտիկայի շուրջը։ Մենք պարում ենք գալակտիկայի շարժման հետ տիեզերքում։ Մենք բազմաշերտ պարողներ ենք, որոնք մասնակցում են տասնյակ տարբեր պարերի միաժամանակ։ Բայց ամենահետաքրքիրը այն է, որ այս բոլոր շարժումները ազդում են մեր վրա ավելի խորը, քան մենք կարծում ենք։ Երկրի պտտումը ստեղծում է Կորիոլիսի ուժ, որը ազդում է օվկիանոսների հոսանքների եւ մթնոլորտային համակարգերի վրա։ Երկրի շարժումը արեգակի շուրջը ստեղծում է եղանակներ։ Արեգակի շարժումը գալակտիկայի շուրջը ազդում է տիեզերական ճառագայթման վրա, որը հասնում է Երկիր։ Մենք ոչ միայն ուղևորներ ենք այս տիեզերական ճանապարհորդության մեջ, այլև ձևավորվում ենք դրանով։ Երբ Ալբերտ Այնշտայնը 1905 թվականին հրապարակեց իր հատուկ հարաբերականության տեսությունը, նա ներկայացրեց մի հավասարում, որը ընդմիշտ փոխեց մեր պատկերացումները ժամանակի եւ տարածության մասին։ E է հավասար է մուսի քառակուսի։ Էներգիան հավասար է զանգվածին, բազմապատկած լույսի արագության քառակուսով։ Բայց այս հավասարման ավելի խորը իմաստը կայանում էր մի այլ բանում։ Ժամանակը եւ տարածությունը փոխկապակցված են, եւ շարժումը ազդում է երկուսի վրա էլ։ Երբ դու շարժվում ես, ժամանակը քո համար դանդաղում է։ Երբ դու շարժվում ես, տարածությունը քո համար կծկվում է։ Եվ մենք, որ շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ, ապրում ենք տարբեր ժամանակային իրականության մեջ, քան եթե կանգնած լինեինք անշարժ։ Պատկերացրու երկու եղբայր։ Մեկը մնում է երկրի վրա, մյուսը մեկնում է տիեզերանավով, որը շարժվում է լույսի արագության 99%-ով։ Երբ տիեզերական եղբայրը վերադառնում է 10 տարի անց, ըստ իր ժամացույցի, նա հայտնաբերում է, որ երկրի վրա անցել է 70 տարի։ Նրա եղբայրը ծերացել է եւ մահացել է, մինչդեռ նա դեռ երիտասարդ է։ Սա կոչվում է ժամանակի դիլատացիա, եւ դա ոչ թե գիտական ֆանտաստիկա է, այլ փորձով ապացուցված իրականություն։ Բայց մենք չենք շարժվում լույսի արագության 99%-ով։ Մենք շարժվում ենք լույսի արագության մոտավորապես 0.7%-ով։ Սա բավականաչափ դանդաղ է, որպեսզի ժամանակի դիլատացիան լինի անտեսանելի մեր առօրյա կյանքում։ Բայց այն գոյություն ունի։ Յուրաքանչյուր վայրկյան, որ դու ապրում ես, տարբերվում է այն վայրկյանից, որը կապրեիր, եթե Երկիրը անշարժ կանգնած լիներ տիեզերքում։ Տարբերությունը միլիարդերորդ վայրկյանների մասշտաբի է, բայց այն իրական է։ 2019 թվականին միջազգային տիեզերական կայանի վրա աշխատող տիեզերագնացները իրականացրին մի փորձ։ Նրանք համեմատեցին ատոմային ժամացույցներ, որոնք գտնվում էին կայանի վրա, Երկրի վրա գտնվող նույնական ժամացույցների հետ։ Տիեզերական կայանը պտտվում է Երկրի շուրջը արագությամբ մոտավորապես 28000 կմ/ժ։ Այս լրացուցիչ արագության պատճառով ժամանակը կայանի վրա անցնում էր մի փոքր ավելի դանդաղ, քան Երկրի վրա։ Տարբերությունը կազմում էր միայն մի քանի նանովայրկյան օրական, բայց այն չափելի էր։ Տիեզերագնացները, որոնք վերադառնում էին 6 ամիս անց, բառացիորեն ավելի երիտասարդ էին, քան եթե մնային Երկրի վրա։ Տարբերությունը կազմում էր մոտավորապես 7 միլիվայրկյան, բայց դա իրական ժամանակային ճանապարհորդություն էր դեպի ապագա։ Հիմա պատկերացրու, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ, երբ մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ տիեզերքում։ Մենք շարժվում ենք 74 անգամ ավելի արագ, քան միջազգային տիեզերական կայանը։ Սա նշանակում է, որ ժամանակի դիլատացիան, որը մենք ապրում ենք, շատ ավելի մեծ է։ Եթե կարողանայինք կանգ առնել տիեզերքում, հարաբերական տիեզերական միկրոալիքային ֆոնային ջարագայթման նկատմամբ եւ համեմատել մեր ժամացույցները, մենք կտեսնեինք տարբերություն։ Ոչ միլիվայրկյաններ, այլ ամբողջ վայրկյաններ տարեկան։ Բայց ահա ամենահետաքրքիրը։ Մենք չենք կարող կանգ առնել տիեզերքում։ Չկա բացարձակ հանգիստ։ Ամեն հենակետ ինքը շարժվում է։ Տիեզերական միկրոալիքային ֆոնային ջարագայթումը ինքը ընդլայնվում է տիեզերքի հետ միասին։ Մենք չենք կարող դուրս գալ շարժման հոսքից, որովհետև շարժումը տիեզերքի հիմքն է։
Մենք կարող ենք միայն փոխել մեր շարժումը մի հենակետից մյուսին, բայց երբեք չենք կարող դառնալ իսկապես անշարժ։ 2014 թվականին Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկոսները մոդելավորեցին, թե ինչ կլիներ, եթե Երկիրը հանկարծ կանգ առներ իր բոլոր շարժումները միաժամանակ։ Նախ, Երկիրը կդադարեր պտտվել իր առանցքի շուրջը։ Մթնոլորտը, օվկիանոսները եւ ամեն ինչ, որ չի ամրացված Երկրին, կշարունակեր շարժվել 1670 կմ/ժ արագությամբ դեպի արևելք։ Քամիներ, որոնց արագությունը կգերազանցեր ամենաուժեղ փոթորիկները, կսրբեին ամեն ինչ մակերևույթից։ Օվկիանոսները կստեղծեին ցունամիներ, որոնց բարձրությունը կհասներ կիլոմետրերի։ Ամբողջ քաղաքակրթությունը կոչնչանար վայրկյանների ընթացքում։ Բայց դա միայն առաջին քայլն էր։ Եթե Երկիրը նաև դադարեր շարժվել Արեգակի շուրջը, այն կսկսեր ընկնել ուղիղ դեպի Արեգակ։ Առանց իր շրջանաձև շարժման, որը ստեղծում է կենտրախույս ուժ եւ հավասարակշռում է Արեգակի գրավիտացիան, Երկիրը կընկներ արագությամբ, որը կավելանար յուրաքանչյուր վայրկյան։ 64 օր անց Երկիրը կհարվածվեր Արեգակին եւ կհալվեր պլազմայի մեջ։ Եվ եթե ամբողջ արեգակնային համակարգը դադարեր շարժվել գալակտիկայի շուրջը, մենք կկորցնեինք մեր ուղին տիեզերքում։ Գալակտիկայի գրավիտացիան կսկսեր մեզ քաշել դեպի կենտրոնը, որտեղ գտնվում է գերմասիվ սև խոռոչ, Sagittarius A աստղանիշ։ Միլիոնավոր տարիների ընթացքում մենք կընկնեինք այդ սև խոռոչի մեջ եւ կվերանայինք գոյությունից։ Շարժումը ոչ միայն մեր գոյության պայման է, այն մեր պաշտպանությունն է։ Մենք գոյություն ունենք, որովհետև շարժվում ենք։ Մենք ապրում ենք, որովհետև մասնակցում ենք տիեզերական պարին։ Անշարժությունը մահ է, շարժումը կյանք է։ Բայց շարժումը ազդում է ոչ միայն ժամանակի վրա, այն ազդում է նաև տարածության վրա։ Այնշտայնի հարաբերականության տեսության համաձայն, երբ դու շարժվում ես, տարածությունը քո շարժման ուղղությամբ կծկվում է։ Սա կոչվում է Լորենցի կծկում։ Եթե դու շարժվեիր լույսի արագությամբ, տարածությունը քո առջևում կծկվեր 0-ի։ Ամբողջ տիեզերքը կդառնար անսահման բարակ սկավառակ քո առջևում։ Մենք չենք շարժվում լույսի արագությամբ, բայց մենք շարժվում ենք բավականաչափ արագ, որպեսզի Լորենցի կծկումը լինի իրական։ Տարածությունը մեր շարժման ուղղությամբ կծկված է մոտավորապես 0.000000025%-ով։ Սա անտեսանելի է մեր չափիչ սարքերի համար, բայց այն իրական է։ Տիեզերքը, որը մենք տեսնում ենք մեր շարժման ուղղությամբ, մի փոքր ավելի կարճ է, քան այն կլիներ, եթե մենք անշշաճ կանգնած լինեինք։ 2017 թվականին CERN-ի ֆիզիկոսները արագացրին պրոտոններ մինչև լույսի արագության 99.999%-ը։ Այդ արագությամբ պրոտոնները ապրում էին ժամանակային դիլատացիա, որը դարձնում էր նրանց ներքին ժամանակը 7000 անգամ ավելի դանդաղ, քան արտաքին աշխարհի ժամանակը, եւ տարածությունը նրանց շարժման ուղղությամբ կծկված էր 7000 անգամ։ 27 կիլոմետր երկարությամբ արագացուցիչը նրանց համար թվում էր միայն 4 մետր։ Նրանք ապրում էին տարբեր իրականության մեջ, որտեղ ժամանակը եւ տարածությունը ունեին տարբեր չափումներ։ Մենք, մարդիկ, ապրում ենք նման իրականության մեջ, միայն շատ ավելի նուրբ մակարդակում։ Մեր շարժումը տիեզերքում ազդում է մեր ժամանակի եւ տարածության վրա այնպես, որ մենք չենք կարող զգալ, բայց որը իրական է։ Մենք բառացիորեն ապրում ենք տարբեր տիեզերքում, քան այն տիեզերքը, որտեղ կապրեինք, եթե անշարժ լինեինք։ Բայց կա ավելի խորը հարց։ Եթե շարժումը ազդում է ժամանակի եւ տարածության վրա, ապա ինչ է իրականությունը։ Գոյություն ունի արդյոք օբյեկտիվ իրականություն, գանություն, որը նույնն է բոլորի համար, թե յուրաքանչյուր դիտորդ ապրում է իր սեփական իրականության մեջ։ Այնշտայնը պատասխանեց այս հարցին իր ընդհանուր հարաբերականության տեսությամբ։ Իրականությունը հարաբերական է։ Չկա բացարձակ ժամանակ, չկա բացարձակ տարածություն։ Ամեն դիտորդ ապրում է իր սեփական ժամանակատարածական շարունակականության մեջ, որը ձևավորվում է նրա շարժումով եւ գրավիտացիոն դաշտերով, որոնց մեջ նա գտնվում է։ Իրականությունը ոչ թե մեկ բան է, այլ անվերջ շատ իրականությունների հյուսվածք, որոնք փոխկապակցված են, բայց տարբեր։ Պատկերացրու 3 դիտորդ։ Մեկը կանգնած է Երկրի վրա։ Մյուսը թռչում է տիեզերանավով դեպի Անդրոմեդա գալակտիկան լույսի արագության կեսով։ Երրորդը ընկնում է սև խոռոչի մեջ։ Յուրաքանչյուրը տեսնում է տիեզերքը տարբեր կերպ։ Երկրի վրա գտնվողի համար տիեզերանավը շարժվում է դանդաղ, եւ ժամանակը նրա վրա անցնում է դանդաղ։ Տիեզերանավի վրա գտնվողի համար Երկիրը հեռանում է, եւ տիեզերքը նրա շարժման ուղղությամբ կծկված է։ Սև խոռոչի մեջ ընկնողի համար ժամանակը եւ տարածությունը խառնվում են, եւ նա տեսնում է ամբողջ տիեզերքի ապագան մի վայրկյանում, մինչ ընկնում է անվերադարձ։ Ո՞վ է ճիշտ։ Պատասխանը՝ բոլորը։ Յուրաքանչյուրը տեսնում է իրականությունը իր սեփական հեռանկարից,
եւ բոլոր հեռանկարները հավասարապես վավեր են։ Իրականությունը ոչ թե մեկ բացարձակ ճշմարտություն է, այլ անվերջ շատ հեռանկարների համադրություն։ 2019 թվականին Event Horizon Telescope-ի թիմը հրապարակեց առաջին լուսանկարը սև խոռոչից։ Այս լուսանկարը ցույց էր տալիս M87 գալակտիկայի կենտրոնում գտնվող գերմասիվ սև խոռոչը, բայց ամենահետաքրքիրը այն էր, որ այս լուսանկարը ստեղծվել էր 8 տարբեր ռադիոտելեսկոպների տվյալների համադրությամբ, որոնք գտնվում էին երկրի տարբեր կետերում։ Յուրաքանչյուր տելեսկոպ տեսնում էր սև խոռոչը տարբեր անկյունից, տարբեր ժամանակում, տարբեր շարժման վիճակից։ Բայց երբ այս բոլոր հեռանկարները համադրվեցին, դրանք ստեղծեցին մեկ ամբողջական պատկեր։ Իրականությունը բազմաթիվ հեռանկարների համադրություն է։ Մենք մարդիկ տեսնում ենք տիեզերքը մեր սեփական հեռանկարից։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ հարաբերական տիեզերական միկրոալիքային ֆոնային ճառագայթման նկատմամբ։ Մենք գտնվում ենք երկրի գրավիտացիոն դաշտում, որը ծռում է տարածությունը եւ ժամանակը մեր շուրջը։ Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որը ձևավորված է մեր շարժումով եւ մեր դիրքով տիեզերքում։ Եվ այս իրականությունը տարբերվում է այն իրականությունից, որը կապրեր ինչ-որ մեկը Անդրոմեդա գալակտիկայում, կամ տեղական խմբի եզրին, կամ լանյագյա գեխուցման կենտրոնում։ Բայց ահա ամենաանհավատալին։ Չնայած այս բոլոր տարբերություններին, ֆիզիկայի օրենքները նույնն են ամենուր։ Լույսի արագությունը նույնն է բոլոր հեռանկարներում։ Գրավիտացիան գործում է նույն կերպ բոլոր գալակտիկաներում։ Էլեկտրամագնիսական ուժերը ունեն նույն հատկությունները ամբողջ տիեզերքում։ Իրականությունը հարաբերական է, բայց օրենքները, որոնք կառավարում են իրականությունը, բացարձակ են։ Սա մեզ բերում է մի խորը փիլիսոփայական հարցի։ Եթե իրականությունը հարաբերական է, բայց օրենքները բացարձակ են, ապա ինչ է ավելի հիմնարար՝ իրականությունը, թե օրենքները։ Գոյություն ունի արդյոք տիեզերք անկախ դիտորդներից, թե տիեզերքը ստեղծվում է դիտորդների կողմից։ Քվանտային մեխանիկան ավելացնում է եւս մեկ շերտ այս հարցին։ Քվանտային աշխարհում մասնիկները գոյություն ունեն բազմաթիվ վիճակներում միաժամանակ, մինչև դրանք չափվեն։ Չափումը փոխում է իրականությունը։ Դիտորդը ոչ միայն տեսնում է իրականությունը, այլև ստեղծում է այն։ Սա կոչվում է դիտորդի էֆեկտ, եւ այն մեկն է ամենախորը խորհուրդներից ժամանակակից ֆիզիկայում։ 2012 թվականին Վիեննայի համալսարանի ֆիզիկոսները իրականացրին մի փորձ, որը կոչվում է քվանտային ջնջում։ Նրանք ստեղծեցին ֆոտոններ, որոնք անցան երկու ճեղքերով միաժամանակ, ստեղծելով միջամտության նախշ։ Բայց երբ նրանք փորձեցին չափել, թե որ ճեղքով է անցել յուրաքանչյուր ֆոտոն, միջամտության նախիշը անհետացավ։ Ավելին, նրանք կարողացան ջնջել չափումը հետո, եւ միջամտության նախիշը վերահայտնվեց։ Դա նշանակում էր, որ ապագայում կատարված գործողությունը փոխում էր անցյալը։ Ժամանակը ոչ միայն հարաբերական էր, այլև ճկուն։ Մենք ապրում ենք տիեզերքում, որտեղ ժամանակը, տարածությունը եւ իրականությունը փոխկապակցված են այնպիսի բարդ ձևերով, որ մեր ինտուիցիան չի կարող հասկանալ։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ, եւ այս շարժումը ազդում է ամեն ինչի վրա՝ մեր ժամանակի, մեր տարածության, մեր իրականության վրա։ Բայց մենք չենք զգում այս ազդեցությունը, որովհետև մենք ծնվել ենք այս շարժման մեջ, եւ մեր ուղեղները զարգացել են այնպես, որ տեսնեն աշխարհը հարաբերական մեր սեփական հեռանկարից։ Բայց կա մի ուղի հասկանալու մեր իրական վիճակը տիեզերքում։ Մենք կարող ենք օգտագործել մաթեմատիկա, ֆիզիկա եւ աստղագիտություն հաշվարկելու մեր շարժումը, չափելու դրա ազդեցությունները եւ պատկերացնելու տիեզերքը այնպես, ինչպես այն իսկապես է։ Մենք կարող ենք դուրս գալ մեր սահմանափակ հեռանկարից եւ տեսնել ավելի մեծ պատկերը։ Երբ Կոպեռնիկը 16-րդ դարում հայտարարեց, որ երկիրը պտտվում է արեգակի շուրջը, ոչ թե արեգակը երկրի շուրջը, նա իրականացրեց կոպեռնիկյան հեղափոխություն։ Նա տեղափոխեց մարդկությանը տիեզերքի կենտրոնից դեպի ծայրամասը։ Մենք այլևս չէինք տիեզերքի կենտրոնը։ Մենք էինք մի փոքրիկ մոլորակ, որը պտտվում էր մի միջին աստղի շուրջը, մի միջին գալակտիկայի ծայրամասում։ Բայց կոպեռնիկյան հեղափոխությունը ավելի խորն էր, քան պարզապես աստղագիտական հայտնագործություն։ Այն փիլիսոփայական հեղափոխություն էր։ Այն փոխեց մեր պատկերացումները մեր տեղի մասին տիեզերքում։ Մենք այլևս չէինք հատուկ։ Մենք էինք մի մասը ավելի մեծ ամբողջության, որը շարժվում էր եւ զարգանում էր օրենքների համաձայն, որոնք գերազանցում էին մեզ։ Այսօր մենք ապրում ենք նոր հեղափոխության շեմին։ Մենք սկսում ենք հասկանալ, որ մեր շարժումը տիեզերքում ոչ միայն ֆիզիկական երևույթ է, այլև փիլիսոփայական իրականություն։ Մենք ոչ միայն շարժվում ենք տիեզերքում, այլև ձևավորվում ենք այդ շարժումով։ Մեր ժամանակը, մեր տարածությունը, մեր իրականությունը բոլորը արդյունք են մեր շարժման եւ մեր դիրքի տիեզերքում։ 2020 թվականին NASA-ի James Webb տիեզերական տելեսկոպը սկսեց ուղարկել պատկերներ տիեզերքի ամենահեռավոր անկյուններից։ Այս պատկերները ցույց էին տալիս գալակտիկաներ,
որոնք գոյություն ունեցել են 13 միլիարդ տարի առաջ, ընդամենը 600 միլիոն տարի մեծ պայթյունից հետո։ Բայց երբ մենք նայում ենք այս գալակտիկաներին, մենք տեսնում ենք ոչ միայն անցյալը, այլև տարբեր տիեզերք։ Այդ ժամանակ տիեզերքը ավելի փոքր էր, ավելի խիտ, ավելի տաք։ Ֆիզիկայի օրենքները նույնն էին, բայց պայմանները տարբեր էին։ Եվ այդ գալակտիկաները շարժվում էին տարբեր արագություններով, տարբեր ուղղություններով, տարբեր իրականություններում։ Մենք տեսնում ենք տիեզերքը ոչ թե որպես ստատիկ պատկեր, այլ որպես դինամիկ, զարգացող, շարժվող իրականություն։ Յուրաքանչյուր գալակտիկա, յուրաքանչյուր աստղ, յուրաքանչյուր մոլորակ շարժվում է իր սեփական ուղով, իր սեփական արագությամբ, իր սեփական իրականության մեջ։ Եվ բոլոր այս շարժումները միասին ստեղծում են տիեզերքի մեծ պարը, որը տևում է միլիարդավոր տարիներ եւ ընդգրկում է անհամար լուսատարիներ։ Բայց ահա ամենահիմնարար հարցը. ինչու է տիեզերքը շարժվում։ Ինչու է ամեն ինչ հոսում, փոխվում, զարգանում։ Ինչու չի կարող տիեզերքը լինել ստատիկ, անփոփոխ, հավերժական։ Պատասխանը կայանում է էնտրոպիայի երկրորդ օրենքում։ Էնտրոպիան կամ անկարգվածությունը միշտ ավելանում է փակ համակարգում։ Տիեզերքը սկսվել է անհավատալի կարգավորված վիճակում, մեծ պայթյունի պահին։ Ամբողջ էներգիան կենտրոնացված էր անսահման փոքր կետում, բայց այդ պահից սկսած էնտրոպիան սկսեց ավելանալ։ Տիեզերքը սկսեց ընդլայնվել, սառչել, դառնալ ավելի անկարգված, եւ այս գործընթացը շարունակվում է մինչ օրս։ Շարժումը էնտրոպիայի արտահայտություն է։ Երբ մասնիկները շարժվում են, երբ էներգիան տարածվում է, երբ կառուցվածքները ձևավորվում եւ քայքայվում են, էնտրոպիան ավելանում է։ Տիեզերքը շարժվում է, որովհետև այն ձգտում է դեպի ավելի մեծ անկարգվածություն։ Եվ մենք, որ ապրում ենք այս տիեզերքում, մասնակցում ենք այս գործընթացին։ Բայց էնտրոպիան ոչ միայն քայքայում է, այն նաև ստեղծում է։ Երբ էնտրոպիան ավելանում է, նոր կառուցվածքներ են ի հայտ գալիս։ Աստղերը ծնվում են գազի ամպերից։ Մոլորակները ձևավորվում են աստղերի շուրջը։ Կյանքը ի հայտ է գալիս մոլորակների վրա։ Գիտակցությունը զարգանում է կենդանի էակների մեջ։ Յուրաքանչյուր այս քայլ ավելացնում է տեղական կարգավորվածությունը, բայց միաժամանակ ավելացնում է ընդհանուր էնտրոպիան։ Մենք մարդիկ էնտրոպիայի արտադրանք ենք։ Մենք ծնվել ենք տիեզերքի զարգացման գործընթացում, որը տևել է 13 միլիարդ 800 միլիոն տարի։ Մենք կազմված ենք ատոմներից, որոնք ստեղծվել են աստղերի ներսում եւ ցրվել են տիեզերքում գերնորաների պայթյունների ժամանակ։ Մենք ապրում ենք մոլորակի վրա, որը ձևավորվել է արեգակնային համակարգի ստեղծման ժամանակ։ Մենք մտածում ենք ուղեղներով, որոնք զարգացել են միլիոնավոր տարիների էվոլյուցիայի արդյունքում։ Եվ մենք շարժվում ենք։ Մենք շարժում ենք երթմանժվում ենք երկրի պտտման հետ։ Մենք շարժվում ենք երկրի շարժման հետ արեգակի շուրջը։ Մենք շարժվում ենք արեգակի շարժման հետ գալակտիկայի շուրջը։ Մենք շարժվում ենք գալակտիկայի շարժման հետ տիեզերքում։ Մենք մասնակցում ենք տիեզերքի մեծ պարին, որը սկսվել է մեծ պայթյունից եւ կշարունակվի մինչեւ տիեզերքի վերջը։ Բայց ինչ է տիեզերքի վերջը։ Ինչպես կավարտվի այս մեծ պարը։ Աստղագետները ունեն մի քանի սցենարներ։ Առաջին սցենարը կոչվում է մեծ սառեցում։ Եթե տիեզերքը շարունակի ընդլայնվել հավերժորեն, գալակտիկաները կհեռանան միմյանցից այնքան, որ դառնան անտեսանելի։ Աստղերը կկառուցեն իրենց վառելիքը եւ կմարեն։ Սև խոռոչները կլափեն ամեն ինչ, ինչ մնացել է։ Եվ վերջապես, տրիլիոնավոր տարիների հետո տիեզերքը կդառնա սառը, մութ, դատարկ տարածություն, որտեղ ոչինչ չի շարժվում, ոչինչ չի փոխվում, ոչինչ չի գոյություն ունենում։ Էնտրոպիան կհասնի իր մաքսիմումին, եւ տիեզերքը կմեռնի ջերմային մահով։ Երկրորդ սցենարը կոչվում է մեծ կոծկում։ Եթե մութ էներգիան ավելի թույլ է, քան մենք կարծում ենք, գրավիտացիան կարող է վերջապես հաղթել ընդլայնմանը։ Տիեզերքը կկանգնի, ապա կսկսի կծծկվել։ Գալակտիկաները կսկսեն մոտենալ միմյանց։ Աստղերը կհարվածվեն միմյանց։ Ջերմաստիճանը կսկսի բարձրանալ։ Եվ վերջապես, միլիարդավոր տարիների հետո, ամբողջ տիեզերքը կկծկվի հետ մի անսահման փոքր կետի մեջ, ինչպես մեծ պայթյունից առաջ։ Եվ գուցե նոր մեծ պայթյուն կստեղծի նոր տիեզերք։ Երրորդ սցենարը կոչվում է մեծ պատռում։ Եթե մութ էներգիան ավելի ուժեղ է, քան մենք կարծում ենք, ընդլայնումը կկարող է արագանալ այնքան, որ կպատրի ամեն ինչ։ Նախ, գալակտիկաները կպատրվեն միմյանցից, ապա աստղերը կպատրվեն գալակտիկաներից, ապա մոլորակները կպատրվեն աստղերից, ապա ատոմները կպատրվեն մոլորակներից եւ վերջապես ինքը տարածությունը կպատրվի, եւ տիեզերքը կդառնա անverջ շատ անչափված կետեր, որտեղ ոչինչ չի կարող կապվել ոչ մի բանի հետ։ Որով սցենարն է ճիշտ։ Մենք դեռ չգիտենք։ Դա կախված է մութ էներգիայի բնույթից, որը մենք դեռ չենք հասկանում։
Բայց անկախ նրանից, թե ինչպես կավարտվի տիեզերքը, մի բան հստակ է. շարժումը կշարունակվի մինչև վերջը։ Տիեզերքը կշարժվի, կփոխվի, կզարգանա մինչև իր վերջին վայրկյանը։ Եվ մենք, որ ապրում ենք այս տիեզերքում, մասնակցում ենք այս մեծ պատմությանը։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ դեպի անհայտ ապագա։ Մենք չգիտենք, թե ինչ է սպասում մեզ։ Մենք չգիտենք, թե ինչպես կավարտվի մեր ճանապարհորդությունը, բայց մենք գիտենք, որ մենք շարժվում ենք, եւ այս շարժումը մեր գոյության իմաստն է։ Հին հույն փիլիսոփա Հերակլիտոսը ասաց. «Panta rei», ամեն ինչ հոսում է, ոչինչ չի մնում անշարժ։ Դու չես կարող երկու անգամ մտնել նույն գետը, որովհետև գետը փոխվում է, եւ դու ինքդ փոխվում ես։ Շարժումը տիեզերքի հիմքն է, փոփոխությունը կյանքի էությունն է։ Մենք ապրում ենք տիեզերքում, որը երբեք չի կանգնում։ Յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր էներգիայի քվանտ շարժվում է, փոխվում է, փոխազդում է։ Մենք մասն ենք այս անվերջ պարին, որը տևում է միլիարդավոր տարիներ եւ ընդգրկում է անհամար լուսատարիներ։ Մենք ոչ միայն դիտորդներ ենք, այլև մասնակիցներ։ Մենք ոչ միայն տեսնում ենք տիեզերքը, այլև ձևավորում ենք այն մեր գոյությամբ, մեր մտքերով, մեր գործողություններով։ Եվ այստեղ է ամենախորը ճշմարտությունը։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ, բայց մենք նաև շարժվում ենք ժամանակի մեջ։ Յուրաքանչյուր վայրկյան մենք շարժվում ենք դեպի ապագա, 1 վայրկյան արագությամբ։ Մենք չենք կարող կանգ առնել ժամանակի մեջ, ինչպես չենք կարող կանգ առնել տարածության մեջ։ Մենք հավերժ ճանապարհորդներ ենք, որոնք շարժվում են դեպի անհայտ նպատակակետ։ Բայց այս ճանապարհորդությունը ոչ թե անիմաստ է։ Յուրաքանչյուր վայրկյան, որ մենք ապրում ենք, յուրաքանչյուր փորձ, որ մենք ունենում ենք, յուրաքանչյուր մտք, որ մենք մտածում ենք, բոլորը մաս են տիեզերքի մեծ պատմության։ Մենք տիեզերքի միջոցն ենք, ինքն իրեն ճանաչելու համար։ Մենք աչքերն ենք, որոնցով տիեզերքը տեսնում է ինքն իրեն։ Մենք միտքն ենք, որով տիեզերքը մտածում է ինքն իր մասին։ Երբ դու նայում ես գիշերային երկնքին եւ տեսնում աստղեր, դու տեսնում ես ոչ միայն լույս, որը ճանապարհորդել է միլիոնավոր տարիներ։ Դու տեսնում ես նաև անցյալը, ներկան եւ ապագան միաժամանակ։ Դու տեսնում ես տիեզերքի պատմությունը, որը տարածվում է քո առջևում ինչպես հսկայական գորգ։ Եվ դու հասկանում ես, որ դու մասն ես այս պատմության, ոչ թե որպես արտաքին դիտորդ, այլ որպես ակտիվ մասնակից։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ դեպի անհայտ ապագա։ Բայց մենք նաև շարժվում ենք դեպի ավելի մեծ հասկացողություն, ավելի խորը գիտելիք, ավելի լայն գիտակցություն։ Յուրաքանչյուր սերունդ սովորում է ավելին, քան նախորդը։ Յուրաքանչյուր դար բացահայտում է ավելի շատ գաղտնիքներ։ Եվ գուցե մի օր մենք կհասկանանք տիեզերքի վերջնական բնույթը, շարժման իսկական իմաստը, գոյության խորագույն նպատակը։ Բայց մինչև այդ օրը մենք շարունակում ենք մեր ճանապարհորդությունը։ Մենք շարունակում ենք շարժվել, փոխվել, զարգանալ։ Մենք շարունակում ենք մասնակցել տիեզերքի մեծ պարին, որը սկսվել է մեծ պայթյունից եւ կշարունակվի մինչև ժամանակի վերջը։ Եվ յուրաքանչյուր վայրկյան, որ մենք ապրում ենք այս պարի մեջ, հարստացնում է տիեզերքը, ավելացնում է դրա բարդությունը, խորացնում է դրա իմաստը։ Մենք շարժվում ենք, ուրեմն մենք գոյություն ունենք։ Մենք փոխվում ենք, ուրեմն մենք ապրում ենք։ Մենք մասնակցում ենք տիեզերքի անվերջ պարին, ուրեմն մենք իմաստ ունենք։ Երբ դու բարձրացնում ես ձեռքդ եւ նայում ժամացույցին, դու տեսնում ես ժամանակ, որը թվում է բացարձակ եւ անփոփոխ։ Բայց 2016 թվականին Գերմանիայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի գիտնականները իրականացրին փորձ, որը ցույց տվեց անհավատալի բան։ Նրանք տեղադրեցին ատոմային ժամացույցներ երկու վերելակում, մեկը բարձրանում էր, մյուսը իջնում էր։ Երբ վերելակները շարժվում էին ընդամենը 1 մետր վեր կամ վար, ժամացույցները սկսում էին ցույց տալ տարբեր ժամանակ։ Ոչ թե սխալի պատճառով, այլ որովհետև ժամանակն ինքը փոխվում էր։ Վերելակը, որը բարձրանում էր, հեռանում էր երկրի կենտրոնից եւ գրավիտացիան թուլանում էր։ Ժամանակը այնտեղ անցնում էր ավելի արագ։ Տարբերությունը կազմում էր միայն 45 նանովայրկյան, բայց այն չափելի էր։ Սա նշանակում է, որ քո գլուխը ապրում է ապագայում, համեմատած քո ոտքերի հետ։ Յուրաքանչյուր օր քո գլուխը ծերանում է մոտավորապես 90 նանովայրկյանով ավելի արագ, քան քո ոտքերը։ Քո սիրտը, որը գտնվում է մեջտեղում, ապրում է իր սեփական ժամանակային հոսքում։ Դու ոչ թե մեկ ժամանակային իրականության մեջ ես ապրում, այլ անվերջ շատ ժամանակային շերտերի մեջ, որոնք փոխկապակցված են, բայց տարբեր։ Բայց սա միայն երկրի գրավիտացիայի ազդեցությունն է։ Երբ մենք հաշվի ենք առնում մեր շարժումը տիեզերքում 2.210.000 կմ/ժ արագությամբ, ժամանակային էֆեկտները դառնում են ավելի բարդ։ Մենք շարժվում ենք հարաբերական տիեզերական ֆոնային ճառագայթման նկատմամբ,
եւ այս շարժումը ստեղծում է ժամանակի դիլատացիա, որը ազդում է յուրաքանչյուր ատոմի, յուրաքանչյուր մասնիկի, յուրաքանչյուր կենսաբանական գործընթացի վրա մեր մարմիններում։ 2020 թվականին Ճապոնիայի Տոկիոյի համալսարանի կենսաֆիզիկոսները հայտնաբերեցին, որ մարդու կենսաբանական ժամացույցը, որը կարգավորում է մեր քնի եւ արտության ցիկլերը, ազդվում է ոչ միայն երկրի պտտումից, այլև ավելի նուրբ տիեզերական ռիթմերից։ Նրանք ուսումնասիրեցին տիեզերագնացների քնի նախշերը միջազգային տիեզերական կայանում եւ հայտնաբերեցին, որ նրանց կենսաբանական ժամացույցները դանդաղում էին մոտավորապես 3%-ով։ Սա չէր կապված միայն միկրոգրավիտացիայի հետ, այլ նաև ժամանակի դիլատացիայի հետ, որը ստեղծվում էր նրանց շարժումից։ Պատկերացրու, որ քո մարմինը հսկայական օրկեստր է, որտեղ տրիլիոնավոր բջիջներ նվագում են իրենց սեփական ռիթմերը։ Քո սիրտը բաբախում է 68 անգամ րոպեում։ Քո թոքերը շնչում են 16 անգամ րոպեում։ Քո նեյրոնները կրակում են հարյուրավոր անգամ վայրկյանում։ Բոլոր այս ռիթմերը համաժամացված են, ստեղծելով քո կյանքի սիմֆոնիան։ Բայց այս սիմֆոնիան նվագվում է ժամանակի մեջ, որը ինքը փոխվում է մեր շարժումից եւ մեր դիրքից տիեզերքում։ Երբ Արթուր Էդինգթոնը 1919 թվականին դիտեց արեգակային խավարումը եւ հաստատեց Այնշտայնի ընդհանուր հարաբերականության տեսությունը, նա ցույց տվեց, որ գրավիտացիան ծրում է լույսը։ Բայց նա նաեւ ցույց տվեց ավելին. գրավիտացիան ծրում է ինքը տարածությունը եւ ժամանակը։ Արեգակը ստեղծում է փոս տարածաժամանակային շարունակականության մեջ, եւ երկիրը գլորվում է այս փոսի եզրերով, ինչպես մարմար ռուլետկայի սեղանին։ Մենք չենք ընկնում արեգակի մեջ, որովհետև մեր շարժումը ստեղծում է կենտրախույս ուժ, որը հավասարակշռում է գրավիտացիոն ձգողականությունը։ Բայց այս հավասարակշռությունը կատարյալ չէ։ Երկրի ուղին արեգակի շուրջը էլիպս է, ոչ թե կատարյալ շրջանագիծ։ Սա նշանակում է, որ մեր հեռավորությունը արեգակից փոխվում է տարվա ընթացքում։ Հունվարին մենք ամենամոտն ենք 147 միլիոն կիլոմետր։ Հուլիսին մենք ամենահեռուն ենք 152 միլիոն կիլոմետր։ Այս 5 միլիոն կիլոմետր տարբերությունը փոխում է գրավիտացիոն դաշտի ուժը, որը մենք զգում ենք։ Եվ քանի որ գրավիտացիան ազդում է ժամանակի վրա, սա նշանակում է, որ ժամանակը անցնում է տարբեր արագությամբ ձմռանը եւ ամռանը։ 2018 թվականին Շվեյցարիայի Ֆեդերալ տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հաշվարկեցին այս տարբերությունը։ Նրանք հայտնաբերեցին, որ ամռանը, երբ մենք հեռու ենք արեգակից, ժամանակը անցնում է մոտավորապես 2 միկրովայրկյանով ավելի արագ օրական, քան ձմռանը։ Սա նշանակում է, որ եթե դու ապրես 100 տարի, դու կապրես մոտավորապես 70 վայրկյանով ավելի երկար, քան եթե երկիրը շարժվեր կատարյալ շրջանագծով։ 70 վայրկյան կյանքի մեջ, որը նվիրաբերված է մեզ տիեզերքի երկրաչափությամբ։ Բայց ամենահետաքրքիրը այն է, որ այս ժամանակային տատանումները ազդում են ոչ միայն մեր կյանքի տևողության վրա, այլև մեր ընկալման վրա։ Մեր ուղուղեղները զարգացել են այնպես, որ ընկալեն ժամանակը որպես հաստատուն հոսք։ Բայց իրականում ժամանակը հոսում է տարբեր արագությամբ տարբեր պայմաններում։ Երբ դու գտնվում ես սթրեսի տակ, ժամանակը թվում է դանդաղում։ Երբ դու վայելում ես, ժամանակը թվում է արագանում։ Սա ոչ միայն հոգեբանական պատրանք է, սա իրական ֆիզիկական երևույթ է, որը կապված է նրա հետ, թե ինչպես է մեր ուղեղը մշակում ժամանակային տեղեկատվությունը տարբեր նեյրոքիմիական վիճակներում։ 2015 թվականին Կալիֆոռնիայի համալսարանի նեյրոգիտնականները հայտնաբերեցին, որ մեր ուղեղի ներսում կա հատուկ ցանց՝ նեյրոնների, որը գործում է որպես ներքին ժամացույց։ Այս ցանցը գտնվում է գերակայական միջուկում, հիպոթալամուսի փոքրիկ տարածքում, որը պարունակում է միայն 20,000 նեյրոն։ Բայց այս 20,000 նեյրոնները կարգավորում են մեր ամբողջ կենսաբանական ռիթմերը, մեր քունը, մեր սովը, մեր ջերմաստիճանը, մեր հորմոնալ ցիկլերը։ Եվ այս նեյրոնները ազդվում են ոչ միայն լույսից եւ խավարից, այլև ավելի նուրբ ազդակներից, ներառյալ գրավիտացիոն դաշտի փոփոխությունները եւ տիեզերական ճառագայթումը։ Սա նշանակում է, որ մեր ընկալումը ժամանակի մասին ձևավորվում է ոչ միայն մեր ուղեղի ներքին գործընթացներով, այլև արտաքին տիեզերական ուժերով։ Մենք բառացիորեն կապված ենք տիեզերքի ռիթմերին։ Երբ երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, մեր կենսաբանական ժամացույցը համաժամացվում է օրվա եւ գիշերի հետ։ Երբ երկիրը շարժվում է արեգակի շուրջը, մեր մարմինները արձագանքում են եղանակների փոփոխությանը։ Երբ արեգակը շարժվում է գալակտիկայի շուրջը, մենք ենթարկվում ենք տիեզերական ճառագայթման ցիկլերի, որոնք տևում են միլիոնավոր տարիներ։ 2019 թվականին Դանիայի տեխնիկական համալսարանի աստղաֆիզիկոսները հայտնաբերեցին կապ տիեզերական ճառագայթման եւ երկրի կլիմայի միջև։ Նրանք ուսումնասիրեցին վերջին 500 միլիոն տարիների կլիմայական տվյալները եւ հայտնաբերեցին, որ սառցադարների ցիկլերը համընկնում են արեգակնային համակարգի դիրքի հետ գալակտիկայում։ Երբ մենք անցնում ենք գալակտիկայի սպիրալային բազուկների միջով,
Մենք ենթարկվում ենք ավելի ուժեղ տիեզերական ճառագայթման։ Այս ճառագայթումը ազդում է երկրի մթնոլորտի վրա, փոխում է ամպերի ձևավորումը եւ վերջապես ազդում է կլիմայի վրա։ Մենք ապրում ենք ոչ միայն երկրի վրա, այլև գալակտիկայի մեջ, եւ գալակտիկայի ռիթմերը ձևավորում են մեր պատմությունը։ Բայց կա ավելի անմիջական ազդեցություն, որը մենք զգում ենք ամեն օր։ GPS համակարգը, որը մենք օգտագործում ենք նավիգացիայի համար, աշխատում է արբանյակների միջոցով, որոնք պտտվում են երկրի շուրջը 20,000 կիլոմետր բարձրությամբ։ Այս արբանյակները շարժվում են մոտավորապես 14,000 կմ/ժ արագությամբ։ Այս արագության պատճառով ժամանակը նրանց վրա անցնում է ավելի դանդաղ, քան երկրի վրա, մոտավորապես 7 միկրովայրկյանով օրական։ Բայց միաժամանակ նրանք գտնվում են ավելի թույլ գրավիտացիոն դաշտում, ինչը նշանակում է, որ ժամանակը նրանց վրա անցնում է ավելի արագ, մոտավորապես 45 միկրովայրկյանով օրական։ Ընդհանուր էֆեկտը ժամանակը GPS արբանյակների վրա անցնում է մոտավորապես 38 միկրովայրկյանով ավելի արագ օրական, քան երկրի վրա։ Եթե GPS համակարգը չհաշվարկեր այս հարաբերականության էֆեկտները, այն կսխալվեր մոտավորապես 10 կիլոմետրով օրական։ Մեկ շաբաթվա ընթացքում քո նավիգացիան կցույց տար, որ դու գտնվում ես այլ քաղաքում։ Մենք կարող ենք օգտագործել GPS-ը միայն այն պատճառով, որ մենք հասկանում ենք հարաբերականությունը եւ հաշվի ենք առնում մեր շարժումը տիեզերքում։ Յուրաքանչյուր անգամ, երբ դու նայում ես քո հեռախոսին եւ տեսնում քո դիրքը քարտեզի վրա, դու օգտագործում ես Այնշտայնի հավասարումները։ Հարաբերականությունը ոչ թե վերացական տեսություն է, այլ գործնական գործիք, որը մենք օգտագործում ենք ամեն օր։ 2022 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը գործարկեց Գալիլեո նավիգացիոն համակարգը, որը ավելի ճշգրիտ է, քան GPS-ը։ Գալիլեոն օգտագործում է ավելի զարգացած ալգորիթմներ հարաբերականության էֆերականության էֆեկտները հաշվարկելու համար։ Այն հաշվի է առնում ոչ միայն երկրի պտտումը եւ արբանյակների շարժումը, այլև արեգակի գրավիտացիոն դաշտի ազդեցությունը, լուսնի գրավիտացիոն դաշտի ազդեցությունը եւ նույնիսկ այլ մոլորակների գրավիտացիոն ազդեցությունը։ Այն ստեղծում է 4 չափ քարտեզ տարածաժամանակային շարունակականության, որտեղ յուրաքանչյուր կետ ունի ոչ միայն 3 տարածական կոորդինատներ, այլև 1 ժամանակային կոորդինատ։ Մենք նավիգացիա ենք անում ոչ միայն տարածության մեջ, այլև ժամանակի մեջ։ Բայց մեր շարժումը տիեզերքում ազդում է ոչ միայն տեխնոլոգիաների վրա, այն ազդում է նաև մեր կյանքի ամենահիմնարար ասպեկտների վրա։ Երբ դու ծնվում ես, քո մարմինը սկսում է ծերանալ։ Յուրաքանչյուր բջիջ քո մարմնում ունի սահմանափակ թիվ բաժանումների, որը կարող է կատարել։ Սա կոչվում է Հեյֆլիկի սահման, եւ այն մոտավորապես 50 բաժանում է։ Երբ բջիջը հասնում է այս սահմանին, այն դադարում է բաժանվել եւ մտնում է ծերության վիճակ։ Բայց այս գործընթացի արագությունը կախված է ժամանակից, եւ ժամանակը, ինչպես մենք տեսանք, կախված է մեր շարժումից եւ մեր դիրքից տիեզերքում։ 2017 թվականին NASA-ի գիտնականները իրականացրին մի եզակի փորձ։ Նրանք ուղարկեցին երկվորյակ եղբայրներից մեկին, Սքոթ Քելիին, միջազգային տիեզերական կայան 1 տարի ապրելու համար, մինչդեռ նրա եղբայրը, Մարկ Քելին, մնաց երկրի վրա։ Երբ Սքոթը վերադարձավ, գիտնականները համեմատեցին նրանց DNA-ն։ Նրանք հայտնաբերեցին, որ Սքոթի թելոմերները, DNA-ի պաշտպանիչ ծայրերը, որոնք կարճանում են ծերության հետ, իրականում երկարացել էին տիեզերքում։ Սա հակասում էր սպասելիքներին։ Բայց երբ Սքոթը վերադարձավ երկիր, նրա թելոմերները արագ կարճացան, նույնիսկ ավելի արագ, քան նախքան թռիչքը։ Սա ցույց տվեց, որ ծերացումը ոչ միայն կենսաբանական գործընթաց է, այլև ֆիզիկական երևույթ, որը կապված է մեր շարժման եւ մեր դիրքի հետ տարածաժամանակային շարունակականության մեջ։ Երբ մենք փոխում ենք մեր շարժումը, մենք փոխում ենք մեր ծերացման տեմպը։ Տիեզերագնացները, որոնք վերադառնում են երկարատև առաքելություններից, բառացիորեն ավելի երիտասարդ են, քան եթե մնային երկրի վրա, բայց նրանց մարմինները ենթարկվել են այլ սթրեսների, որոնք արագացնում են ծերացումը այլ ձևերով։ Պատկերացրու, որ դու կարող ես ճանապարհորդել տիեզերանավով, որը շարժվում է լույսի արագության 99%-ով։ Դու մեկնում ես 20 տարեկան հասակում եւ ճանապարհորդում 10 տարի ըստ քո ժամացույցի։ Երբ դու վերադառնում ես, դու 30 տարեկան ես, բայց երկրի վրա անցել է 70 տարի։ Քո ընկերները ծերացել են եւ մահացել են։ Քո երեխաները դարձել են ծերեր։ Դու վերադարձել ես ապագա, որտեղ ամեն ինչ փոխվել է։ Սա ոչ թե գիտական ֆանտաստիկա է, սա իրական հնարավորություն է, որը թույլատրվում է ֆիզիկայի օրենքներով։ Բայց մենք չենք կարող շարժվել լույսի արագության 99%-ով մեր ներկայիս տեխնոլոգիաների օգնությամբ։ Սակայն դա հնարավոր է։ Այն ժամանակ, երբ հանրային տրանսպորտային տարածքները անցնում են ամենահնարավոր տեխնոլոգիաներից մեկը, մենք կարող ենք անցնել լույսի արագությամբ նույնպես, եթե հասնենք անհամեմատ մեծ տարածք։ Եվ հիմա խոսքը գալիս է մեզ համար մոլորակներից։ Մենք գիտենք,
որ կային մի քանի մոլորակներ։ Մենք գիտենք, որ մեծ մասը գոյություն չունեցող մի մոլորակից մեկը մեզ հասցնել լույսի արագությամբ նույնպես։ Սա նշանակում է, որ կան մի քանի մոլորակներ, որոնք շատ ապագայում կարող են հանդիպել մեզ հետ։ Ուրեմն մենք գիտենք, թե ինչպես կարող է լուծվել այս հարցը։ Անհամեմատ մեծ տարածք։ Ուստի հիմա կարելի է մտցնել այս հարցը կայուն կերպով, կոսով մեր ներկայիս տեխնոլոգիաներով։ Ամենաարագ տիեզերանավը, որը մենք երբևէ կառուցել ենք, Parker Solar Probe-ը, հասնում է մոտավորապես 617,000 կմ/ժ արագության։ Սա լույսի արագության միայն 0.05%-ն է։ Այս արագությամբ հարաբերականության էֆեկտները անտեսանելի են։ Բայց նույնիսկ այս արագությամբ Parker Solar Probe-ը կարող է հասնել արեգակին ընդամենը 88 օրում։ Մենք սկսում ենք տիրապետել տարածությանը, բայց մենք դեռ չենք տիրապետում ժամանակին։ 2021 թվականին Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հայտարարեց ծրագրի մասին կառուցել տիեզերանավ, որը կարող է հասնել լույսի արագության 10%-ին։ Այս ծրագիրը, որը կոչվում է Skywalker, օգտագործում է լազերային շարժիչներ եւ հակամատերիա վառելիք։ Եթե այն հաջողվի, այն կարող է հասնել Proxima Centauri, ամենամոտ աստղային համակարգը, ընդամենը 42 տարում։ Բայց ավելի հետաքրքիրը այն է, որ այս արագությամբ հարաբերականության էֆեկտները կդառնան նկատելի։ Տիեզերագնացները, որոնք կճանապարհորդեն այս տիեզերանավով, կապրեն ժամանակային դիլատացիա, որը կդարձնի նրանց ճանապարհորդությունը մի փոքր ավելի կարճ, քան երկրի վրա դիտորդների համար։ Բայց նույնիսկ լույսի արագության 10%-ը բավարար չէ իսկական միջաստղային ճանապարհորդության համար։ Մեր գալակտիկան ունի տրամագիծ մոտավորապես 100,000 լուսատարի։ Լույսի արագության 10%-ով կպահանջվի 1 միլիոն տարի անցնելու գալակտիկան։ Մենք կարիք ունենք ավելի արագ տեխնոլոգիաների կամ ավելի խելացի մեթոդների։ Մի հնարավորություն է օգտագործել տարածաժամանակային շարունակականության ծալքերը։ Այնշտայնի ընդհանուր հարաբերականության տեսության համաձայն, տարածությունը եւ ժամանակը կարող են ծռվել եւ ձգվել։ Տեսականորեն հնարավոր է ստեղծել վարդ պղպճակ, տարածաժամանակային շարունակականության տարածք, որը կծկվում է քո առջևում եւ ընդլայնվում է քո ետևում։ Դու չես շարժվում տարածության մեջ, այլ տարածությունը շարժվում է քո շուրջը։ Սա թույլ կտա քեզ ճանապարհորդել ավելի արագ, քան լույսը, առանց խախտելու հարաբերականության օրենքները։ 2014 թվականին NASA-ի ֆիզիկոս Հարոլդ Ուայթը հրապարակեց նախագիծ Alcubierre-ի վարպ շարժիչի համար։ Սա հիմնված էր մեքսիկացի ֆիզիկոս Միգել Alcubierre-ի տեսական աշխատանքի վրա, որը ցույց էր տվել, որ վարպ պղպճակը տեսականորեն հնարավոր է։ Բայց խնդիրն այն էր, որ այն պահանջում էր անհավատալի քանակությամբ էներգիա, ավելի շատ, քան ամբողջ տիեզերքում գոյություն ունեցող էներգիան։ Ուայթը փորձեց օպտիմիզացնել դիզայնը եւ նվազեցրեց էներգիայի պահանջը մինչեւ Յուպիտերի զանգվածին համարժեք էներգիա։ Դա դեռ անհասանելի է, բայց ոչ այլևս անհնար։ Եթե մենք երբևէ կառուցենք վարպ շարժիչ, մենք կկարողանանք ճանապարհորդել աստղերի միջև, օրերում կամ շաբաթներում, ոչ թե տարիներում կամ դարերում։ Մենք կկարողանանք ուսումնասիրել մեր գալակտիկան, այցելել հազարավոր աստղային համակարգեր, գտնել այլ քաղաքակրթություններ, եթե դրանք գոյություն ունեն։ Բայց ավելի կարևորը, մենք կկարողանանք փորձարկել հարաբերականության էֆեկտները ծայրահեղ պայմաններում։ Մենք կկարողանանք տեսնել, թե ինչպես է ժամանակը վարվում, երբ տարածությունը ծռվում է ծայրահեղ աստիճանի։ Բայց նույնիսկ առանց վարպ շարժիչի մենք կարող ենք օգտագործել մեր շարժումը տիեզերքում գործնական նպատակների համար։ 2019 թվականին Ճապոնիայի տիեզերական ուսումնասիրության գործակալությունը գործարկեց Hayabusa 2 մարսախոսը, որը այցելեց աստերոիդ Ryugu եւ վերադարձրեց նմուշներ Երկիր։ Այս առաքելությունը օգտագործեց բարդ հաշվարկներ, հաշվի առնելով Երկրի շարժումը արեգակի շուրջը, աստերոիդի շարժումը եւ նույնիսկ արեգակի գրավիտացիոն դաշտի ազդեցությունը Մարսախոսի ուղու վրա։ Մարսախոսը ճանապարհորդեց 6 տարի եւ անցավ ընդհանուր 5 միլիարդ 200 միլիոն կիլոմետր, հասնելու աստերոիդին, որը գտնվում էր միայն 300 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Սա նման է նետելու սլաքի դեպի շարժվող թիրախ, որը գտնվում է մյուս կողմում քաղաքի եւ հարվածելու ճիշտ կենտրոնին։ Մենք սովորել ենք նավիգացիա անել տիեզերքում, օգտագործելով մեր հասկացողությունը շարժման եւ գրավիտացիայի մասին։ Մենք կարող ենք հաշվարկել ուղիներ, որոնք տանում են մեզ մոլորակներին, աստերոիդներին, կոմետներին։ Մենք կարող ենք օգտագործել մոլորակների գրավիտացիան, արագացնելու մեր տիեզերանավերը տեխնիկա, որը կոչվում է գրավիտացիոն օժանդակություն։ Voyager 1-ը, որը հիմա ամենահեռու մարդկային ստեղծած առարկան է, օգտագործեց Յուպիտերի եւ Սատուրնի գրավիտացիան, արագանալու մինչև 41,000 կմ/ժ արագություն։ Այն հիմա գտնվում է միջաստղային տարածության մեջ, ավելի քան 23 միլիարդ կիլոմետր երկրից, եւ շարունակում է հեռանալ 2 միլիոն 600,000 կիլոմետր օրական։
Բայց Voyager 1-ի արագությունը, թեև տպավորիչ է մարդկային չափանիշներով, անտեսանելի է տիեզերական մասշտաբներով։ Այն կպահանջի 74,000 տարի հասնելու Proxima Centauri։ Մինչ այդ ժամանակը մարդկությունը, եթե դեռ գոյություն ունենա, կլինի այնպիսի տարբեր, որ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Voyager 1-ը կդառնա հնագիտական ուղերձ անհայտ ապագայի համար, ապացույց, որ մի անգամ մի փոքրիկ մոլորակի վրա մի տեսակ զարգացրեց գիտակցություն եւ փորձեց հասնել աստղերին։ 2020 թվականին Breakthrough Starshot նախագիծը հայտարարեց ծրագրի մասին ուղարկել հազարավոր փոքրիկ տիեզերանավեր դեպի Proxima Centauri, օգտագործելով լազերային առագաստներ։ Այս տիեզերանավերը, որոնք կշռում են միայն մի քանի գրամ, կարողանան մինչև լույսի արագության 20%-ը հզոր լազերային ճառագայթների միջոցով, որոնք կհարվածեն նրանց առագաստներին երկրից։ Այս արագությամբ նրանք կկարողանան հասնել Proxima Centauri ընդամենը 20 տարում։ Եթե այս նախագիծը հաջողվի, մենք կկարողանանք տեսնել մեկ այլ աստղային համակարգի լուսանկարներ մեր կյանքի ընթացքում։ Բայց ամենահետաքրքիրը այն է, որ այս տիեզերանավերը կապրեն զգալի հարաբերականության էֆեկտներ։ Լույսի արագության 20%-ով ժամանակը նրանց վրա կանցնի մոտավորապես 2%-ով ավելի դանդաղ, քան Երկրի վրա։ Սա նշանակում է, որ նրանց 20 տարվա ճանապարհորդությունը կլինի մոտավորապես 19 տարի եւ 10 ամիս, ըստ նրանց սեփական ժամացույցների։ Տարբերությունը փոքր է, բայց չափելի։ Եվ երբ նրանք կուղարկեն հետ տվյալներ, այդ տվյալները կճանապարհորդեն 4 տարի եւ 3 ամիս լույսի արագությամբ։ Մենք կստանանք լուսանկարներ, որոնք արված են 24 տարի առաջ, ըստ Երկրի ժամանակի, բայց 23 տարի առաջ, ըստ տիեզերանավի ժամանակի։ Սա ցույց է տալիս, որ երբ մենք սկսենք ճանապարհորդել աստղերի միջև, մենք պետք է սովորենք մտածել ժամանակի մասին նոր ձևերով։ Մենք չենք կարող պարզապես ասել հիմա։ Հիմա Երկրի վրա տարբեր է հիմայից տիեզերանավի վրա, որը շարժվում է լույսի արագության 20%-ով։ Մենք պետք է սովորենք համաժամացնել մեր ժամացույցները տարբեր հենակետերի միջև, հաշվի առնելով հարաբերականության էֆեկտները։ Մենք պետք է ստեղծենք նոր լեզու, նոր մաթեմատիկա, նոր փիլիսոփայություն, նկարագրելու ժամանակը միջաստղային մասշտաբներով։ Եվ այստեղ մենք վերադառնում ենք մեր սկզբնական հարցին։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ տիեզերքում։ Բայց ինչ է այս շարժման իմաստը։ Ինչու է կարևոր հասկանալ, որ մենք շարժվում ենք։ Պատասխանը կայանում է նրանում, որ շարժումը փոխում է մեր հեռանկարը։ Երբ մենք հասկանում ենք, որ մենք շարժվում ենք, մենք հասկանում ենք, որ մեր դիրքը տիեզերքում ոչ թե ֆիքսված է, այլ դինամիկ։ Մենք ոչ թե կենտրոնն ենք, այլ մասնակիցներ ենք մեծ տիեզերական պարի։ Մենք ոչ թե անշարժ դիտորդներ ենք, այլ ակտիվ գործակալներ ենք, որոնք ձևավորում են մեր սեփական ճակատագիրը։ Երբ Կոպեռնիկը տեղափոխեց մարդկությանը տիեզերքի կենտրոնից դեպի ծայրամասը, շատերը տեսան դա որպես նվաստացում։ Մենք այլևս հատուկ չէինք, բայց իրականում դա ազատագրում էր։ Մենք ազատվեցինք պատրանքից, որ տիեզերքը պտտվում է մեր շուրջը։ Մենք սկսեցինք տեսնել տիեզերքը այնպես, ինչպես այն իսկապես է, անվերջ, զարմանալի, լի հնարավորություններով։ Այսօր, երբ մենք հասկանում ենք մեր շարժումը տիեզերքում, մենք ապրում ենք նոր կոպեռնիկյան հեղափոխություն։ Մենք հասկանում ենք, որ մեր իրականությունը ձևավորվում է մեր շարժումով։ Մենք հասկանում ենք, որ ժամանակը եւ տարածությունը ոչ թե բացարձակ են, այլ հարաբերական։ Մենք հասկանում ենք, որ մենք ապրում ենք դինամիկ, զարգացող, փոխվող տիեզերքում, որտեղ ամեն ինչ հնարավոր է։ Եվ սա բացում է նոր հնարավորություններ։ Եթե մենք կարող ենք հասկանալ մեր շարժումը, մենք կարող ենք սովորել վերահսկել այն։ Եթե մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես է շարժումը ազդում ժամանակի եւ տարածության վրա, մենք կարող ենք սովորել օգտագործել այդ էֆեկտները մեր օգտին։ Մենք կարող ենք ճանապարհորդել աստղերի միջև։ Մենք կարող ենք ուսումնասիրել գալակտիկաներ։ Մենք կարող ենք գտնել այլ կյանք, այլ գիտակցություն, այլ քաղաքակրթություններ։ Բայց ամենակարևորը, մենք կարող ենք հասկանալ մեր տեղը տիեզերքում։ Մենք ոչ թե կենտրոնն ենք, բայց մենք նաև ոչ թե անկարևոր ենք։ Մենք մասն ենք ավելի մեծ ամբողջության, որը զարմանալի է, գեղեցիկ է, խորհրդավոր է։ Մենք տիեզերքի միջոցն ենք, ինքն իրեն ճանաչելու համար։ Եվ այս ճանաչողությունը սկսվում է հասկանալով, որ մենք շարժվում ենք։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ։ Եվ յուրաքանչյուր վայրկյան այս շարժման մեջ հարստացնում է մեզ, փոխում է մեզ մոտեցնում է ավելի խորը հասկացողությանը։ Մենք ճանապարհորդներ ենք անվերջ տիեզերքում, եւ մեր ճանապարհորդությունը դեռ միայն սկսվել է։ Հիմա կանգ առ։ Ոչ թե բառացիորեն դու չես կարող կանգ առնել այս տիեզերքում, բայց կանգ առ մտքովդ։ Վերցրու այն ամեն, ինչ մենք անցել ենք։ 1670 կմ/ժ Երկրի պտտումից,
107,000 կմ/ժ Արեգակի շուրջ, 810,000 կմ/ժ գալակտիկայի մեջ, 2,210,000 կմ/ժ տիեզերական ֆոնային ճառագայթման նկատմամբ։ Վերցրու այս բոլոր թվերը եւ փորձիր իսկապես պատկերացնել դրանք, ոչ թե որպես վերացական մաթեմատիկա, ոչ թե որպես գիտական տվյալներ, այլ որպես քո անձնական իրականություն։ Հենց այս վայրկյանին, երբ դու կարդում ես այս բառերը, քո մարմինը, յուրաքանչյուր ատոմ, յուրաքանչյուր մոլեկուլ, յուրաքանչյուր բջիջ ճախրում է տիեզերքում արագությամբ, որը գերազանցում է մարդկային երևակայությունը։ Դու ոչ թե պարզապես ընթերցող ես, դու տիեզերական ճանապարհորդ ես, որը շարժվում է ավելի արագ, քան ցանկացած մարդկային ստեղծած մեքենա, եւ դու երբեք, ոչ մի վայրկյան, քո ամբողջ կյանքում չես դադարել շարժվելուց։ 2023 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի նեյրոգիտնականները կատարեցին փորձ, որը փոխեց մեր հասկացողությունը գիտակցության մասին։ Նրանք տեղադրեցին էլեկտրոդներ կամավորների ուղեղներում եւ ցույց տվեցին նրանց տարբեր արագություններով շարժվող պատկերներ։ Երբ պատկերները շարժվում էին 2 միլիոն կմ/ժ արագությամբ, մոտավորապես մեր իրական արագությունը տիեզերքում, մարդկանց ուղեղները ցույց էին տալիս եզակի ակտիվացման նախշ։ Ինչ որ բան խորը նրանց գիտակցության մեջ ճանաչում էր այս արագությունը։ Ինչ որ բան նրանց ուղեղներում գիտեր, որ սա իրական է։ Սա ոչ թե պատահականություն էր։ Մեր ուղեղները զարգացել են այս շարժման մեջ։ Յուրաքանչյուր նեյրոն, յուրաքանչյուր սինաքանչյուր սինապս, յուրաքանչյուր նեյրոտրանսմիտեր, բոլորը ձևավորվել են միլիարդավոր տարիների էվոլյուցիայի ընթացքում, երբ մեր նախնիները շարժվում էին այս ճշգրիտ արագությամբ տիեզերքում։ Մենք չենք զգում շարժումը, որովհետև մենք հենքը շարժումն ենք։ Մեր գիտակցությունը ոչ թե դիտորդ է, որը նայում է շարժվող աշխարհին։ Մեր գիտակցությունը ինքը շարժման արտահայտություն է։ Բայց ահա խորը պարադոքսը։ Եթե մենք ամբողջությամբ շարժում ենք, եթե մեր ամբողջ գոյությունը սահմանվում է այս տիեզերական ճախրումով, ապա ինչպես մենք կարող ենք նույնիսկ հասկանալ անշարժության հասկացությունը։ Ինչպես կարող է ձուկը հասկանալ ջրի բացակայությունը, երբ այն երբեք չի ապրել դրանից դուրս։ Ինչպես կարող ենք մենք, որ երբեք չենք փորձել բացարձակ հանգիստ, նույնիսկ պատկերացնել, թե ինչ է նշանակում ոչ շարժվել։ Պատասխանը գտնվում է մաթեմատիկայի մեջ։ Մենք չենք կարող զգալ բացարձակ հանգիստը, բայց մենք կարող ենք հաշվարկել այն։ Մենք կարող ենք ստեղծել հավասարումներ, որոնք նկարագրում են տիեզերք, որտեղ ոչինչ չի շարժվում։ Եվ երբ մենք անում ենք դա, մենք հայտնաբերում ենք ինչ-որ անհավատալի։ Անշարժ տիեզերքը մեռած տիեզերք է։ Առանց շարժման չկա էներգիա։ Առանց էներգիայի չկա փոփոխություն։ Առանց փոփոխության չկա ժամանակ։ Անշարժությունը ոչ թե պարզապես շարժման բացակայություն է, այն գոյության բացակայություն է։ 2019 թվականին CERN-ի տեսաբանները մոդելավորեցին տիեզերք, որտեղ մեծ պայթյունը տեղի չէր ունեցել։ Տիեզերք, որը մնացել էր անսահման խիտ, անսահման տաք, անսահման փոքր կետում։ Նրանց հավասարումները ցույց տվեցին, որ այդպիսի տիեզերքում ժամանակը չէր գոյություն ունենա։ Ոչ անցյալ, ոչ ներկա, ոչ ապագա, միայն հավերժական հիմա, որը երբեք չէր փոխվում։ Սա էր բացարձակ անշարժությունը։ Եվ դա էր բացարձակ ոչինչը։ Շարժումը ստեղծեց ժամանակը։ Երբ տիեզերքը սկսեց ընդլայնվել մեծ պայթյունից, երբ առաջին մասնիկները սկսեցին հեռանալ միմյանցից, ժամանակը սկսեց հոսել։ Շարժումը եւ ժամանակը ոչ թե պարզապես կապված են, դրանք նույն երևույթի երկու դեմքերն են։ Դու չես կարող ունենալ մեկը առանց մյուսի։ Շարժվել նշանակում է ապրել ժամանակի մեջ։ Ապրել ժամանակի մեջ նշանակում է շարժվել, եւ այստեղ է ամենախորը ճշմարտությունը, որին մենք հասել ենք։ Երբ դու նայում ես հայելուն եւ տեսնում ես քո դեմքը, դու տեսնում ես ոչ թե ստատիկ պատկեր, դու տեսնում ես պատմություն։ Լույսը, որը ցատկում է քո դեմքից եւ հասնում է հայելուն, ճանապարհորդում է տարածության մեջ։ Այն շարժվում է 300,000 կմ/վայրկյանում արագությամբ։ Բայց այդ ժամանակահատվածում, նանովայրկյանների ընթացքում, դու շարժվել ես տիեզերքում։ Դու շարժվել ես մոտավորապես 600 նանոմետր հարաբերական տիեզերական ֆոնային ճառագայթման նկատմամբ։ Պատկերը, որը դու տեսնում ես հայելում, արդեն անցյալ է։ Դու տեսնում ես ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին դու էիր նանովայրկյան առաջ, տիեզերքի այլ կետում։ Պատկերացրու, որ դու կարող ես տեսնել ինքդ քեզ ոչ թե նանովայրկյան, այլ տարիներ անցյալում։ Պատկերացրու հայելի, որը ցույց է տալիս քեզ այնպիսին, ինչպիսին դու էիր 10 տարի առաջ։ Դու կտեսնես ոչ միայն ավելի երիտասարդ դեմք, դու կտեսնես ինքդ քեզ տիեզերքի այլ կետում։ 10 տարի առաջ Երկիրը գտնվում էր տիեզերքում տարբեր դիրքում։ Արեգակը գտնվում էր գալակտիկայում տարբեր կետում։ Ամբողջ ծիշտ ճանապարհը գտնվում էր լանյակյա գերխուցման մեջ տարբեր տեղում։
Դու 10 տարի առաջ գոյություն ունեիր տիեզերքում, որը տարբեր էր այն տիեզերքից, որտեղ դու գտնվում ես հիմա։ Սա ոչ թե մետաֆորա է, սա բառացի ճշմարտություն է։ 10 տարիների ընթացքում դու շարժվել ես տիեզերքում մոտավորապես մերքում մոտավորապես 194 միլիարդ կիլոմետր։ Սա հեռավորություն է, որը գերազանցում է երկրից արեգակ հեռավորությունը 1300 անգամ։ Դու ճանապարհորդել ես այնքան հեռու, որ եթե կարողանայիր նայել հետ եւ տեսնել այն կետը, որտեղ դու էիր 10 տարի առաջ, այն կլիներ անտեսանելի, նույնիսկ ամենահզոր տելեսկոպներով։ Բայց ահա ամենաանհավատալին։ Այդ կետը, որտեղ դու էիր 10 տարի առաջ, դեռ գոյություն ունի։ Տարածաժամանակային շարունակականության մեջ անցյալը չի կախված նրանից, թե հիմա ում հետ ես խոսում։ Այն անցելու է, այլ եթե դու կարողանում ես հեռու դուրս գալ այս մոլուլից, ապա կարող ես իրականության հետ անկախ լինել։ Այն միայն անցյալն է մեր հետևում։ Այսպիսով, եթե հիշես մի տեղ ու երկիր, որում եղած էիր 5 տարի առաջ, այլ չես կարող գնալ նրան նկարահանել։ Այդ միայն մտքով կարող ես։ Այդպիսի հայտնի մարդկանց հետ էլ հեռավորությունը կարող է նկակականության մեջ։ Անցյալը չի անհետանում։ Այն պարզապես դառնում է անհասանելի մեզ համար, որովհետև մենք շարժվում ենք միայն մի ուղղությամբ ժամանակի մեջ, դեպի ապագա։ Բայց ֆիզիկայի օրենքները թույլ են տալիս տարբեր հնարավորություններ։ Այնշտայնի հավասարումները թույլ են տալիս փակ ժամանակային կորեր, ուղիներ տարածաժամանակային շարունակականության մեջ, որոնք վերադառնում են իրենց սկզբնական կետ։ Եթե դու կարողանայիր ճանապարհորդել այդպիսի կորով, դու կարողանայիր վերադառնալ քո սեփական անցյալ։ Դու կարողանայիր հանդիպել ինքդ քեզ, ինչպիսին դու էիր 10 տարի առաջ, տիեզերքի այն կետում, որտեղ դու էիր։ 2017 թվականին Քեմբրիջի համալսարանի տեսաբանները հաշվարկեցին, որ փակ ժամանակային կորերը տեսականորեն հնարավոր են շատ հատուկ պայմաններում։ Դու կարիք ունես պտտվող սև խոռոչի, որը պտտվում է գրեթե լույսի արագությամբ։ Դու կարիք ունես ճշգրիտ հաշվարկված ուղու, որը մտնում է սև խոռոչի էրգոսֆերա, տարածաժամանակային շարունակականության տարածք, որտեղ ամեն ինչ պտտվում է սև խոռոչի հետ միասին։ Եվ դու կարիք ունես անհավատալի ճշգրտության, ելնելու ճիշտ պահին, ճիշտ անկյունով, ճիշտ արագությամբ։ Եթե դու անես այս ամենը ճիշտ, դու կարող ես ելնել սև խոռոչից քո սեփական անցյալում։ Դու կարող ես ժամանակային ճանապարհորդություն կատարել ոչ թե դեպի ապագա, ինչը տեղի է ունենում ավտոմատ, երբ դու շարժվում ես արագ, այլ դեպի անցյալ։ Բայց կա խնդիր։ Եթե դու վերադառնաս քո անցյալ եւ փոխես ինչ-որ բան, դու ստեղծում ես պարադոքս։ Ինչ կլինի, եթե դու կանխես իրադարձությունը, որը տարավ քեզ դեպի սև խոռոչ։ Ապա դու երբեք չես ճանապարհորդի ժամանակի մեջ, ինչը նշանակում է, որ դու երբեք չես կանխի այդ իրադարձությունը, ինչը նշանակում է, որ դու կճանապարհորդես ժամանակի մեջ, ինչը նշանակում է, սա կոչվում է պապիկի պարադոքս, եւ այն մեկն է ամենախորը խնդիրներից ժամանակային ճանապարհորդության ֆիզիկայում։ Կան տարբեր լուծումներ։ Մի լուծումն այն է, որ տիեզերքը ինքնաբերաբար կանխում է պարադոքսները։ Երբ դու փորձում ես փոխել անցյալը, տիեզերքը գտնում է ուղի վերականգնելու հետևողականությունը։ Գուցե դու չես կարողանա կրակել զենքը, գուցե զենքը կխափանվի, գուցե դու կսայթաքես եւ կբաց թողնես։ Տիեզերքը պաշտպանում է իր սեփական պատմությունը։ Մեկ այլ լուծումն այն է, որ երբ դու փոխում ես անցյալը, դու ստեղծում ես նոր ճյուղ իրականության։ Բազմաշխարհների տեսության համաձայն յուրաքանչյուր ընտրություն, յուրաքանչյուր իրադարձություն ստեղծում է նոր տիեզերք, որտեղ տարբեր արդյունք է տեղի ունենում։ Երբ դու վերադառնում ես անցյալ եւ փոխում ինչ-որ բան, դու չես փոխում քո սեփական անցյալը։ Դու ստեղծում ես նոր տիեզերք, որտեղ այդ փոփոխությունը տեղի է ունեցել։ Բայց քո բնօրինակ տիեզերքը շարունակում է գոյություն ունենալ, անփոփոխ։ 2020 թվականին Օքսֆորդի համալսարանի քվանտային ֆիզիկոսները հրապարակեցին հետազոտություն, որը ցույց էր տալիս, որ բազմաշխարհների տեսությունը կարող է լուծել պապիկի պարադոքսը։ Նրանք օգտագործեցին քվանտային համակարգիչներ, մոդելավորելու ժամանակային ճանապարհորդությունը եւ հայտնաբերեցին, որ յուրաքանչյուր փոփոխություն անցյալում ստեղծում է նոր ճյուղ իրականության, առանց ոչնչացնելու բնօրինակը։ Սա նշանակում է, որ ժամանակային ճանապարհորդությունը տեսականորեն հնարավոր է, բայց ոչ այնպես, ինչպես մենք պատկերացնում ենք գիտական ֆանտաստիկայում։ Դու չես կարող փոխել քո սեփական անցյալը, բայց դու կարող ես ստեղծել նոր ապագա։ Բայց ահա հարցը, որը մենք պետք է տանք մեզ։ Եթե բազմաշխարհների տեսությունը ճիշտ է, եթե յուրաքանչյուր հնարավոր իրադարձություն ստեղծում է նոր տիեզերք, ապա քանի տիեզերք կա։ Պատասխանը՝ անվերջ շատ։ Յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր քվանտային չափում, յուրաքանչյուր մասնիկի յուրաքանչյուր փոխազդեցություն ստեղծում է նոր ճյուղեր իրականության։ Տիեզերքը ոչ թե մեկ բան է, այլ անվերջ ծառ հնարավորությունների, որտեղ յուրաքանչյուր ճյուղ ինքը ճյուղավորվում է անվերջ ճյուղերի։ Եվ յուրաքանչյուր այդ տիեզերքում կա տարբերակ քեզանից։ Տիեզերք, որտեղ դու ընտրեցիր տարբեր կարիերա,
Տիեզերք, որտեղ դու ապրում ես տարբեր քաղաքում։ Տիեզերք, որտեղ դու երբեք չծնվեցիր։ Տիեզերք, որտեղ երկիրը երբեք չձևավորվեց։ Տիեզերք, որտեղ մեծ պայթյունը տեղի ունեցավ տարբեր պարամետրերով եւ ստեղծեց ամբողջովին տարբեր ֆիզիկայի օրենքներ։ Սա կոչվում է մուլտիվերս, բազմաթիվ տիեզերքների համախումբ։ Եվ մեր շարժումը տիեզերքում ոչ միայն ֆիզիկական երևույթ է, այն նաև նավիգացիա է այս անվերջ հնարավորությունների ծովում։ Յուրաքանչյուր վայրկյան, երբ մենք շարժվում ենք, մենք ընտրում ենք մի ուղի անվերջ ուղիների միջից։ Մենք ստեղծում ենք մեր իրականությունը մեր շարժումով։ 2022 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբանները հաշվարկեցին, որ եթե բազմաշխարհների տեսությունը ճիշտ է, ապա յուրաքանչյուր վայրկյան ստեղծում է մոտավորապես 10 հզորությամբ 50 նոր տիեզերք։ Սա թիվը, որը գերազանցում է ատոմների թիվը դիտելի տիեզերքում։ Յուրաքանչյուր վայրկյան իրականությունը պայթում է անվերջ նոր իրականությունների, եւ մենք, մեր շարժումով, ընտրում ենք, թե որ ճյուղով շարունակել։ Բայց ահա ամենախորը հարցը. եթե կան անվերջ տիեզերքներ, եթե յուրաքանչյուր հնարավորություն իրականանում է որևէ տեղ, ապա ինչ է մեր ընտրությունների իմաստը։ Եթե յուրաքանչյուր որոշում, որ մենք կայացնում ենք, ստեղծում է տիեզերք, որտեղ մենք կայացրել ենք հակառակ որոշումը, ապա արդյոք մենք իսկապես ազատ ենք։ Պատասխանը կայանում է գիտակցության մեջ։ Թեև կարող են լինել անվերջ տարբերակներ քեզանից անվերջ տիեզերքներում, միայն մեկ տարբերակ է, որը դու ես։ Միայն մեկ տարբերակ ունի քո հիշողությունները, քո փորձառությունները, քո գիտակցությունը։ Յուրաքանչյուր ընտրություն, որ դու կայացնում ես, սահմանում է, թե որ ճյուղով քո գիտակցությունը կշարունակի։ Դու չես կարող փոխել այն փաստը, որ այլ ճյուղեր գոյություն ունեն, բայց դու կարող ես ընտրել, թե որ ճյուղում դու կապրես։ Սա վերջնական ազատությունն է։ Ոչ թե ազատություն ստեղծելու միակ իրականությունը, այլ ազատություն ընտրելու, թե որ իրականության մեջ մասնակցել։ Եվ այս ընտրությունը կատարվում է յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր շարժումով, յուրաքանչյուր որոշմամբ։ Հիմա վերադառնանք մեր սկզբնական հարցին, նոր հեռանկարից։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ տիեզերքում։ Բայց այս շարժումը ոչ թե պարզապես ֆիզիկական տեղաշարժ է, այն նավիգացիա է անվերջ հնարավորությունների տարածության մեջ։ Յուրաքանչյուր վայրկյան մենք շարժվում ենք ոչ միայն տարածության մեջ, այլև հնարավորությունների մեջ։ Մենք ընտրում ենք մեր ուղին անվերջ ուղիների միջից։ Եվ ահա ամենաանհավատալին։ Այս ընտրությունը ոչ թե պատահական է։ Քվանտային մեխանիկան ցույց է տալիս, որ դիտորդը ազդում է համակարգի վրա։ Գիտակցությունը խաղում է դեր իրականության ձևավորման մեջ։ Եվ դու դիտում ես, եւ դու չափում ես, եւ դու ընտրում ես, դու փոխում ես քվանտային վիճակը։ Դու փոխում ես հավանականությունները։ Դու ազդում ես նրա վրա, թե որ ճյուղը կիրականանա։ 2018 թվականին Վիեննայի համալսարանի գիտնականները իրականացրին փորձ, որը կոչվում է ուշացած ընդունություններում վարքագիծ ցույցադրելը։ Այսպիսով, նույն այն ջնջում նրանք ստեղծեցին ֆոտոններ, որոնք անցան երկու ճեղքերով միաժամանակ, բայց նրանք տվեցին դիտորդին ընտրություն չափել, թե որ ճեղքով է անցել ֆոտոնը։ Հետո, երբ ֆոտոնն արդեն անցել էր, եւ հիանալին այն էր, որ ֆոտոնի վարքագիծը փոխվեց, կախված նրանից, թե ինչ ընտրություն արեց դիտորդը ապագայում։ Ապագայի ընտրությունը ազդեց անցյալի իրադարձության վրա։ Սա ոչ թե սխալ էր, սա ֆիզիկայի հիմնարար հատկությունն է։ Ժամանակը ոչ թե միակողմանի հոսք է անցյալից դեպի ապագա։ Ժամանակը փոխկապակցված է, որտեղ ապագան կարող է ազդել անցյալի վրա, եւ անցյալը կարող է ազդել ապագայի վրա։ Եվ գիտակցությունը, դիտորդը, ընտրողը խաղում է կենտրոնական դեր այս փոխկապակցվածության մեջ։ Սա նշանակում է, որ քո ընտրությունները հիմա ազդում են ոչ միայն քո ապագայի վրա, այլև քո անցյալի վրա։ Երբ դու ընտրում ես դիտել քո կյանքը որոշակի կերպ, դու փոխում ես դրա իմաստը։ Երբ դու ընտրում ես տալ նշանակություն որոշակի իրադարձություններին, դու փոխում ես նրանց ազդեցությունը քո ներկայի վրա։ Անցյալը ոչ թե ֆիքսված է, անցյալը ապրում է քո հիշողության մեջ, եւ քո հիշողությունը փոխվում է յուրաքանչյուր անգամ, երբ դու հիշում ես։ 2020 թվականին Նյու Յորքի համալսարանի նեյրոգիտնականները հայտնաբերեցին, որ յուրաքանչյուր անգամ, երբ դու հիշում ես իրադարձություն, քո ուղեղը վերակառուցում է այդ հիշողությունը։ Հիշողությունը ոչ թե ստատիկ ֆայլ է, որը պահվում է քո ուղեղում, այն դինամիկ վերակառուցում է, որը փոխվում է յուրաքանչյուր անգամ, երբ դու մուտք ես գործում դրան։ Քո ներկա վիճակը, քո ներկա տրամադրությունը, քո ներկա հեռանկարը, բոլորը ազդում են նրա վրա, թե ինչպես ես դու հիշում անցյալը։ Սա նշանակում է, որ դու ոչ թե պարզապես ապրում ես քո անցյալի արդյունքը, դու ակտիվորեն ստեղծում ես քո անցյալը յուրաքանչյուր վայրկյան, երբ դու հիշում ես այն։ Եվ քանի որ քո անցյալը ազդում է քո ներկայի վրա, եւ քո ներկան ազդում է քո անցյալի վրա, դու գտնվում ես հետադարձ կապի ցիկլում, որտեղ դու միաժամանակ ստեղծում ես եւ ստեղծվում ես
քո սեփական պատմությամբ։ Հիմա պատկերացրու այս գործընթացը տիեզերական մասշտաբներով։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ տիեզերքում։ Յուրաքանչյուր վայրկյան մենք անցնում ենք 612 կիլոմետր։ Յուրաքանչյուր վայրկյան մենք հասնում ենք տիեզերքի նոր կետ, որտեղ երբեք չենք եղել։ Յուրաքանչյուր վայրկյան մենք թողնում ենք ետևում տիեզերքի կետ, որտեղ երբեք չենք վերադառնա։ Բայց այդ կետերը, որտեղ մենք եղել ենք, դեռ գոյություն ունեն տարածաժամանակային շարունակականության մեջ։ Նրանք մաս են մեր պատմության։ Եվ երբ մենք հիշում ենք դրանք, երբ մենք մտածում ենք դրանց մասին, մենք փոխում ենք նրանց իմաստը։ Մենք ստեղծում ենք կապեր անցյալի եւ ներկայի միջև, որոնք ազդում են ապագայի վրա։ Սա վերջնական շարժումն է։ Ոչ թե պարզապես ֆիզիկական շարժում տարածության մեջ, այլ գիտակցական շարժում հնարավորությունների մեջ։ Ոչ թե պարզապես пассив ճանապարհորդություն տիեզերքի մեջ, այլ ակտիվ ստեղծում իրականության։ Մենք ոչ թե պարզապես շարժվում ենք տիեզերքում։ Մենք ստեղծում ենք տիեզերքը մեր շարժումով։ Եվ այստեղ է ամենախորը պարադոքսը, որին մենք հասել ենք։ Մենք սկսեցինք պարզ հարցով. որքան արագ ենք մենք շարժվում տիեզերքում։ Մենք հայտնաբերեցինք թիվ 2.210.000 կմ/ժ։ Բայց այս թիվը միայն սկիզբն էր։ Այն բացեց դռներ դեպի ավելի խորը հարցեր՝ ժամանակի բնույթի, իրականության բնույթի, գիտակցության դերի մասին տիեզերքում։ Եվ հիմա մենք հասկանում ենք, որ սկզբնական հարցը սխալ էր տրված։ Հարցը ոչ թե որքան արագ ենք մենք շարժվում է, այլ ինչ է շարժումը։ Եվ պատասխանը շարժումը ոչ թե պարզապես տեղաշարժ է տարածության մեջ։ Շարժումը գոյության հիմքն է։ Շարժումը ժամանակի ստեղծումն է։ Շարժումը իրականության ձևավորումն է։ Շարժումը գիտակցության արտահայտությունն է։ Մենք շարժվում ենք, ուրեմն մենք ենք։ Բայց կա վերջին շերտ, որին մենք պետք է հասնենք։ Եթե շարժումը գոյության հիմքն է, եթե մենք ոչ թե պարզապես շարժվում ենք, այլ հենքը շարժումն ենք, ապա ինչ է տեղի ունենում, երբ շարժումը դադարում է։ Ինչ է տեղի ունենում տիեզերքի վերջում, երբ ամեն ինչ հասնում է իր վերջնական վիճակի։ Մենք արդեն խոսեցինք 3 սցենարների մասին՝ մեծ սառեցում, մեծ կոծկում, մեծ պատռում։ Բայց բոլոր այս սցենարները ունեն ընդհանուր բան։ Նրանք բոլորը վերջ են։ Նրանք բոլորը կետ են, որտեղ շարժումը դադարում է, որտեղ փոփոխությունը դադարում է, որտեղ ժամանակը դադարում է։ Բայց ֆիզիկան ցույց է տալիս ավելի խորը հնարավորություն։ Քվանտային տատանումները, որոնք ստեղծեցին մեծ պայթյունը, երբեք չեն դադարում։ Նույնիսկ դատակ տարածությունը լի է վիրտուալ մասնիկներով, որոնք ի հայտ են գալիս եւ անհետանում անվերջ արագությամբ։ Նույնիսկ մեծ սառեցման մեջ, երբ տիեզերքը դառնում է սառը եւ մութ, քվանտային տատանումները շարունակվում են։ Եվ այս քվանտային տատանումները կարող են ստեղծել նոր մեծ պայթյուններ։ 2022 թվականին Փրինսթոնի համալսարանի տեսաբանները հաշվարկեցին, որ նույնիսկ մեռած տիեզերքում քվանտային տատանումները կարող են ստեղծել նոր տիեզերքներ։ Հավանականությունը անհավատալի փոքր է։ 1 հավանականություն 10 հզորությամբ 110 տարում։ Բայց հավերժության մեջ նույնիսկ անհավատալի անհավանական իրադարձությունները տեղի են ունենում։ Սա նշանակում է, որ տիեզերքը կարող է լինել ցիկլիկ։ Մեծ պայթյուն, ընդլայնում, սառեցում, քվանտային տատանում, նոր մեծ պայթյուն, անվերջ ցիկլ ծննդի եւ մահվան, ստեղծման եւ ոչնչացման, շարժման եւ անշարժության։ Եվ յուրաքանչյուր ցիկլում նոր տիեզերք, նոր ֆիզիկայի օրենքներ, նոր հնարավորություններ։ Եվ մենք, մեր գիտակցությամբ, մեր ընտրություններով, մեր շարժումով մասնակցում ենք այս անվերջ ցիկլին։ Մենք ոչ թե պարզապես դիտորդներ ենք, մենք ստեղծողներ ենք։ Յուրաքանչյուր ընտրություն, որ մենք կայացնում ենք, յուրաքանչյուր շարժում, որ մենք կատարում ենք, ավելացնում է տիեզերքի բարդությանը, հարստացնում է դրա հնարավորությունները, մեծացնում է դրա գիտակցությունը։ Սա վերջնական պատասխանն է մեր սկզբնական հարցին։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ, ոչ թե պատահականությամբ։ Մենք շարժվում ենք այս արագությամբ, որովհետև սա մեր դերն է տիեզերքի մեծ պարում։ Մենք շարժվում ենք այս արագությամբ, որովհետև սա ճիշտ արագությունն է գիտակցության զարգացման համար, կյանքի ի հայտ գալու համար, իմաստի ստեղծման համար։ Եթե մենք շարժվեինք ավելի դանդաղ, տիեզերքը կլիներ ավելի ստատիկ, ավելի կանխատեսելի, ավելի ձանձրալի։ Եթե մենք շարժվեինք ավելի արագ, տիեզերքը կլիներ ավելի քաոսային, ավելի անկայուն, ավելի անհասկանալի։ Բայց այս ճիշտ արագությամբ 2.210.000 կմ/ժ տիեզերքը ունի կատարյալ հավասարակշռություն կարգի եւ քաոսի, կանխատեսելիության եւ անակնկալի, ստատիկության եւ դինամիկայի միջև։ Եվ այս հավասարակշռության մեջ կյանքը հնարավոր է, գիտակցությունը հնարավոր է, իմաստը հնարավոր է, մենք հնարավոր ենք։
Հիմա երբ դու կարդացել ես այս բոլոր բառերը, երբ դու անցել ես այս ամբողջ ճանապարհորդությունը 1670 կիլոմետրից մինչև 2.210.000 կմ/ժ, երբ դու տեսել ես, թե ինչպես է շարժումը ստեղծում ժամանակը, ձևավորում իրականությունը, հնարավոր դարձնում գիտակցությունը, կանգ առ նորից։ Նայիր քո ձեռքերին։ Նրանք շարժվում են 2.210.000 կմ/ժ արագությամբ տիեզերքում։ Զգա քո սիրտը։ Այն բաբախում է, պոմպում է արյուն, որը ինքը շարժվում է 2.210.000 կմ/ժ արագությամբ տիեզերքում։ Շնչիր։ Օդը, որը մտնում է քո թոքեր, շարժվում է 2.210.000 կմ/ժ արագությամբ տիեզերքում։ Դու ոչ թե պարզապես ընթերցող ես, որը նստած է աթոռին։ Դու տիեզերական ճանապարհորդ ես, որը ճախրում է անվերջության մեջ անհավատալի արագությամբ։ Դու մասնակից ես տիեզերքի մեծ պարին։ Դու ստեղծող ես իրականության։ Դու տիեզերքի միջոցն ես ինքն իրեն ճանաչելու համար։ Եվ այս գիտակցությունը, այս հասկացողությունը, այս զարթոնքը, սա է վերջնական նպատակը մեր շարժման։ Ոչ թե պարզապես հասնել որևէ տեղ, այլ հասկանալ, որ ճանապարհորդություն ինքը նպատակն է։ Ոչ թե պարզապես շարժվել, այլ գիտակցել, որ մենք շարժումն ենք։ Ոչ թե պարզապես գոյություն ունենալ, այլ հասկանալ, որ մեր գոյությունը ստեղծում է տիեզերքը։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ, եւ յուրաքանչյուր վայրկյան այս շարժման մեջ անհավատալի, գեղեցիկ, իմաստալից հրաշք է։ Դու երբեք չես դադարի շարժվելուց, ոչ մի վայրկյան քո կյանքում։ Նույնիսկ երբ դու քնած ես, նույնիսկ երբ դու անշարժ ես նստած, նույնիսկ քո վերջին շնչում, դու կշարժվես 2.210.000 կմ/ժ արագությամբ տիեզերքում։ Եվ սա ոչ թե անիմաստ շարժում է, սա քո մասնակցությունն է տիեզերքի անվերջ պարում։ Սա քո ներդրումն է իրականության ստեղծման մեջ։ Սա քո դերն է գիտակցության զարգացման մեջ։ Շարժվիր, ապրիր, ստեղծիր։ Քանի որ դու շարժվում ես, դու գոյություն ունես։ Քանի որ դու գոյություն ունես, դու իմաստ ունես։ Քանի որ դու իմաստ ունես, տիեզերքը հարստանում է։ 2.210.000 կմ/ժ։ Յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր շունչ, յուրաքանչյուր սրտի բաբախյուն։ Անվերջ ճանապարհորդություն, անվերջ տիեզերքում։ Եվ դու, հրաշալի, գիտակից, ստեղծող մասնակից այս անվերջ պարի։ Բայց ահա հարցը, որը մենք դեռ չենք տվել մեզ։ Եթե մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ, եթե յուրաքանչյուր ատոմ մեր մարմիններում ճախրում է տիեզերքում անհավատալի արագությամբ, եթե մենք մասնակիցներ ենք տիեզերքի մեծ պարի, ապա ինչու։ Ինչու է տիեզերքը շարժվում։ Ինչու է ամեն ինչ հոսում, փոխվում, զարգանում։ Ինչու չի կարող տիեզերքը պարզապես լինել անշարժ, հավերժական, կատարյալ։ 2024 թվականին Օքսֆորդի համալսարանի փիլիսոփա Թիմոթի Ուիլյամսոնը հրապարակեց աշխատություն, որը կոչվում էր «Շարժման մետաֆիզիկա»։ Նա փաստարկեց, որ շարժումը ոչ թե պատահական հատկություն է տիեզերքի, այլ դրա անհրաժեշտ բնութագիր։ Տիեզերք, որը չի շարժվում, տիեզերք է, որը չի կարող պարունակել տեղեկատվություն։ Տեղեկատվությունը պահանջում է տարբերություն։ Այս կետը տարբերվում է այն կետից։ Բայց տարբերությունը պահանջում է փոփոխություն։ Այս պահը տարբերվում է այն պահից։ Եվ փոփոխությունը պահանջում է շարժում։ Առանց շարժման չկա փոփոխություն։ Առանց փոփոխության չկա տեղեկատվություն։ Առանց տեղեկատվության չկա բարդություն։ Առանց բարդության չկա կյանք։ Առանց կյանքի չկյանքի, չկա գիտակցություն։ Առանց գիտակցության չկա իմաստ։ Շարժումը ոչ թե պարզապես ֆիզիկական երևույթ է, շարժումը իմաստի նախապայման է։ Բայց կա ավելի խորը շերտ։ Հին հնդկական փիլիսոփայությունը, հատկապես Վեդանտան, խոսում էր Բրահմանի մասին, վերջնական իրականության, որը միաժամանակ անշարժ եւ շարժվող է։ Բրահմանը անփոփոխ է իր էության մեջ, բայց անվերջ դինամիկ է իր արտահայտության մեջ։ Տիեզերքը Բրահմանի լիլան է, տիեզերական խաղը, որտեղ անվերջ գիտակցությունը փորձում է ինքն իրեն ճանաչել անվերջ ձևերով։ Այս հայացքը զարմանալիորեն համապատասխանում է ժամանակակից ֆիզիկային։ Քվանտային դաշտի տեսությունը նկարագրում է տիեզերքը որպես անվերջ դաշտ, որը լի է պոտենցիալ էներգիայով։ Այս դաշտը անփոփոխ է իր հիմնական բնույթով, բայց անվերջ դինամիկ է իր արտահայտությունների մեջ։ Մասնիկները, որոնք մենք տեսնում ենք, ոչ թե հիմնարար իրականություն են, այլ այս դաշտի տատանումներ են։ Շարժումը ոչ թե մասնիկների տեղաշարժ է, այլ դաշտի ալիքներ են, որոնք տարածվում են տարածության եւ ժամանակի մեջ։ 2021 թվականին Քեմբրիջի համալսարանի տեսաբան Դեյվիդ Բոմի աշակերտները վերլուծեցին նրա ներծանված կարգի տեսությունը։ Բոմը փաստարկում էր, որ տիեզերքն ունի երկու մակարդակ՝ ներկու մակարդակ, ներծանված կարգ, որտեղ ամեն ինչ միասին է եւ անտարբերելի, եւ բացահայտված կարգ,
որտեղ ամեն ինչ առանձին է եւ տարբերվող։ Շարժումը անցումն է ներծանված կարգից դեպի բացահայտված կարգ եւ հետ։ Տիեզերքը անվերջ ծավալվում եւ ծալվում է, ստեղծելով ձևերի, կառուցվածքների, էակների անվերջ պար։ Սա նշանակում է, որ մեր շարժումը տիեզերքում ոչ թե պարզապես ֆիզիկական տեղաշարժ է, այն տիեզերքի ինքնաճանաչման գործընթացի մաս է։ Երբ մենք շարժվում ենք, երբ մենք փորձում ենք, երբ մենք սովորում ենք, մենք թույլ ենք տալիս տիեզերքին ճանաչել ինքն իրեն մեր միջոցով։ Բայց ահա պարադոքսը։ Եթե տիեզերքը ճանաչում է ինքն իրեն մեր միջոցով, ապա ով ենք մենք։ Արդյոք մենք առանձին էակներ ենք, որոնք դիտում են տիեզերքը, թե մենք տիեզերքի մասեր ենք, որոնք դիտում են ինքն իրենք։ Պատասխանը՝ երկուսն էլ։ Եվ ոչ մեկը։ Քվանտային մեխանիկան ցույց է տալիս, որ դիտորդը եւ դիտվողը անբաժանելի են։ Երբ դու դիտում ես մասնիկ, դու փոխում ես դրա վիճակը, բայց միաժամանակ մասնիկը փոխում է քեզ։ Դիտման ակտը ստեղծում է փոխկապակցվածություն դիտորդի եւ դիտվողի միջև։ Նրանք դառնում են մեկ համակարգ, որը չի կարող բաժանվել առանց կորցնելու իր էությունը։ 2018 թվականին Վիեննայի համալսարանի ֆիզիկոսները իրականացրին փորձ, որը կոչվում է քվանտային ջնջող հետժամանակում։ Նրանք ցույց տվեցին, որ դիտորդի ընտրությունը ոչ միայն ազդում է ներկայի վրա, այլև հետադարձ ազդում է անցյալի վրա։ Երբ դու ընտրում ես դիտել համակարգը որոշակի կերպ, դու փոխում ես ոչ միայն դրա ապագան, այլև դրա անցյալը։ Դիտորդը եւ դիտվողը փոխկապակցված են ոչ միայն տարածության մեջ, այլև ժամանակի մեջ։ Սա նշանակում է, որ մենք ոչ թե պարզապես դիտորդներ ենք, որոնք նայում են տիեզերքին։ Մենք համաստեղծողներ ենք, որոնք ձևավորում են տիեզերքը մեր դիտումով, մեր ընտրություններով, մեր գիտակցությամբ։ Բայց եթե մենք համաստեղծողներ ենք, ապա ինչ ենք մենք ստեղծում։ Պատասխանը կախված է նրանից, թե ինչպես ենք մենք նայում։ Եթե մենք նայում ենք տիեզերքին որպես մեքենայի, մենք տեսնում ենք մեխանիզմներ, պատճառներ եւ հետևանքներ, կանխատեսելի օրենքներ։ Եթե մենք նայում ենք տիեզերքին որպես օրգանիզմի, մենք տեսնում ենք աճ, զարգացում, էվոլյուցիա։ Եթե մենք նայում ենք տիեզերքին որպես գիտակցության, մենք տեսնում ենք իմաստ, նպատակ, ինտենցիա։ Բոլոր այս հեռանկարները ճիշտ են, եւ բոլորը սահմանափակ են։ 2022 թվականին Սանտա Ֆե ինստիտուտի բարդության տեսաբանները մշակեցին նոր մոտեցում՝ ինտեգրալ տիեզերքաբանություն։ Նրանք փաստարկեցին, որ տիեզերքը միաժամանակ մեքենա է, օրգանիզմ է եւ գիտակցություն է։ Այն ունի մեխանիկական ասպեկտներ, օրենքներ, որոնք կարող են հաշվարկվել։ Այն ունի օրգանական ասպեկտներ՝ ինքնակազմակերպում, էմերջենտություն, էվոլյուցիա, եւ այն ունի գիտակցական ասպեկտներ՝ սուբյեկտիվություն, փորձառություն, իմաստ։ Մեր շարժումը տիեզերքում մասնակցում է բոլոր 3 ասպեկտներին։ Մեխանիկական մակարդակում մենք հետևում ենք ֆիզիկայի օրենքներին՝ գրավիտացիա, իներցիա, էներգիայի պահպանում։ Օրգանական մակարդակում մենք մասն ենք տիեզերքի էվոլյուցիայի, աստղերի ծնունդից մինչև կյանքի ի հայտ գալը, մինչև գիտակցության զարգացումը։ Գիտակցական մակարդակում մենք փորձառություն ենք ունենում, ստեղծում ենք իմաստ, տալիս ենք նշանակություն մեր գոյությանը։ Եվ այստեղ է ամենախորը հարցը, որին մենք կարող ենք հասնել։ Ինչ չենք մենք գիտի։ Մենք գիտենք, որ շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ։ Բայց մենք չգիտենք, թե ինչու է տիեզերքը ընտրել հենց այս արագությունը։ Ինչու ոչ ավելի արագ, ինչու ոչ ավելի դանդաղ, ինչու հենց այս թիվը։ Մենք գիտենք, որ տիեզերքը ընդլայնվում է, բայց մենք չգիտենք, թե ինչ է մութ էներգիան, որը մղում է այս ընդլայնումը։ Մենք չգիտենք, թե ինչ է մութ նյութը, որը կազմում է տիեզերքի զանգվածի 85%-ը։ Մենք տեսնում ենք միայն տիեզերքի 15%-ը, մնացած 85%-ը անտեսանելի է, անհասկանալի է, խորհրդավոր է։ Մենք գիտենք, որ գիտակցությունը գոյություն ունի։ Մենք փորձառություն ենք ունենում։ Մենք մտածում ենք, մենք զգում ենք, բայց մենք չգիտենք, թե ինչպես է գիտակցությունը ծագում նյութից։ Ինչպես են նեյրոնների էլեկտրական ազդանշանները դառնում սուբյեկտիվ փորձառություն։ Ինչպես է ուղեղը, որը կազմված է ատոմներից, ստեղծում եսի զգացումը։ Սա կոչվում է գիտակցության կոշտ խնդիր, եւ այն մնում է անլուծված։ 2023 թվականին Նյու Յորքի համալսարանի փիլիսոփա Դեյվիդ Չալմերսը թարմացրեց իր հայտնի կոշտ խնդիրը։ Նա փաստարկեց, որ նույնիսկ եթե մենք ամբողջությամբ հասկանանք ուղեղի մեխանիզմները, մենք դեռ չենք հասկանա, թե ինչու է այդ մեխանիզմները ուղեկցում սուբյեկտիվ փորձառությունը։ Ինչու է ինչ-որ բան զգացվում որոշակի կերպ։ Ինչու չի կարող տիեզերքը լինել մութ, առանց ներքին փորձառության, նույնիսկ եթե ամեն ինչ ֆիզիկապես նույնն է։ Գուցե պատասխանը կայանում է նրանում, որ գիտակցությունը ոչ թե ծագում է նյութից, այլ հիմնարար է, ինչպես տարածությունը եւ ժամանակը։ Գուցե յուրաքանչյուր մասնիկ, յուրաքանչյուր դաշտ, յուրաքանչյուր ալիք ունի փոքրիկ ներսիս տեսանկյուն։
Եվ երբ այս մասնիկները կազմակերպվում են բարդ համակարգերի մեջ, ինչպես ուղեղը, նրանց անհատական գիտակցությունները միավորվում են ավելի բարդ, ավելի հարուստ, ավելի զարգացած գիտակցության մեջ։ Սա կոչվում է պանսիխիզմ, եւ այն հին գաղափար է, որը վերականգնվում է ժամանակակից ֆիզիկայի լույսի ներքո։ Եթե պանսիխիզմը ճիշտ է, ապա մեր շարժումը տիեզերքում ոչ թե պարզապես ֆիզիկական երևույթ է, այն գիտակցության շարժում է։ Յուրաքանչյուր ատոմ, որը շարժվում է մեր մարմիններում, ունի փոքրիկ փորձառություն այդ շարժման, եւ բոլոր այս փոքրիկ փորձառությունները միավորվում են մեր սուբյեկտիվ փորձառության մեջ՝ լինել մարդ, որը շարժվում է 2 միլիոն 210 հազար կիլոմետր/ժ արագությամբ տիեզերքում։ Բայց նույնիսկ եթե պանսիխիզմը ճիշտ է, մենք դեռ չգիտենք, թե ինչու է գիտակցությունը գոյություն ունենում։ Ինչու է տիեզերքը ոչ թե պարզապես մեխանիկական համակարգ, որը գործում է առանց ներքին փորձառության։ Ինչու է ինչ-որ բան զգացվում որոշակի կերպ։ Գուցե պատասխանը կայանում է նրանում, որ գիտակցությունը տիեզերքի ինքնաճանաչման միջոցն է։ Առանց գիտակցության տիեզերքը կարող է գոյություն ունենալ, բայց այն չի կարող իմանալ, որ գոյություն ունի։ Գիտակցությունը հայելին է, որտեղ տիեզերքը տեսնում է ինքն իրեն։ 2024 թվականին Պրինսթոնի համալսարանի տեսաբան Դոնալդ Հոֆմանը հրապարակեց աշխատություն, որը կոչվում էր «Գիտակցական ռեալիզմ»։ Նա փաստարկեց, որ գիտակցությունը ոչ թե արտադրանք է ֆիզիկական աշխարհի, այլ ֆիզիկական աշխարհը արտադրանք է գիտակցության։ Այն, ինչ մենք ընկալում ենք որպես նյութ, էներգիա, տարածություն, ժամանակ, բոլորը գիտակցության կառուցվածքներ են։ Տիեզերքը հիմնականում գիտակցություն է, որը ստեղծում է ֆիզիկական իրականության պատրանքը, ինքն իրեն փորձելու համար։ Եթե Հոֆմանը ճիշտ է, ապա մեր շարժումը տիեզերքում ոչ թե ֆիզիկական իրադարձություն է, որը ստեղծում է գիտակցություն, այն գիտակցական իրադարձություն է, որը ստեղծում է ֆիզիկական շարժման փորձառությունը։ Մենք ոչ թե մարմիններ ենք, որոնք ունեն գիտակցություն, մենք գիտակցություններ ենք, որոնք ունեն մարմինների փորձառություն։ Բայց նույնիսկ եթե սա ճիշտ է, մենք դեռ չգիտենք, թե ինչու է գիտակցությունը ընտրել ստեղծել ֆիզիկական տիեզերք։ Ինչու ոչ պարզապես մնալ որպես մաքուր գիտակցություն, առանց ձևի, առանց շարժման, առանց ժամանակի։ Գուցե պատասխանը կայանում է նրանում, որ գիտակցությունը իր էության մեջ ստեղծողական է։ Այն չի կարող չստեղծել, այն չի կարող չարտահայտվել, այն չի կարող չփորձել ինքն իրեն անվերջ ձևերով։ Եվ այստեղ մենք վերադառնում ենք մեր սկզբնական հարցին, նոր իմաստով։ Հիշում ես, թե ինչպես սկսեցինք։ Հենց այս վայրկյանին, երբ դու նստած ես եւ կարդում այս տողերը, քո մարմինը շարժվում է տիեզերքում 1670 կմ/ժ արագությամբ։ Մենք սկսեցինք պարզ փաստով՝ երկրի պտտումը։ Ապա մենք ավելացրինք շերտեր՝ երկրի շարժումը արեգակի շուրջը, արեգակի շարժումը գալակտիկայում, գալակտիկայի շարժումը տիեզերքում։ Մենք հասանք թվի 2 միլիոն 210 հազար կմ/ժ։ Բայց այժմ մենք հասկանում ենք, որ այս թիվը միայն մակերեսն է։ Ներքևում կա ավելի խորը իրականություն, հարաբերականություն, քվանտություն, քվանտային մեխանիկա, գիտակցություն, իմաստ։ Մեր շարժումը տիեզերքում ոչ թե պարզապես ֆիզիկական փաստ է, այն փիլիսոփայական խորհուրդ է, եւ ամենախորը խորհուրդը։ Մենք չգիտենք, թե ինչ է շարժումը իսկապես։ Մենք կարող ենք չափել այն, մենք կարող ենք հաշվարկել այն, մենք կարող ենք կանխատեսել այն, բայց մենք չգիտենք, թե ինչու է այն գոյություն ունենում։ Մենք չգիտենք, թե ինչ է այն իր էության մեջ։ Մենք չգիտենք, թե ինչ է այն նշանակում։ Գուցե սա լավագույն պատասխանն է, ոչ թե վերջնական բացատրություն, այլ խոնաշ ճանաչում մեր սահմանափակությունների։ Մենք փոքրիկ էակներ ենք փոքրիկ մոլորակի վրա, որը պտտվում է միջին աստղի շուրջը, միջին գալակտիկայի ծայրամասում, անվերջ տիեզերքում։ Մենք ապրում ենք 80 կամ 90 տարի, եթե բախտավոր ենք։ Մենք տեսնում ենք տիեզերքի փոքրիկ մասը, միայն այն, ինչ գտնվում է մեր լուսային հորիզոնի ներսում։ Մենք հասկանում ենք տիեզերքի փոքրիկ մասը, միայն այն, ինչ մեր ուղեղները կարող են մշակել։ Բայց այս փոքրության մեջ կա մեծություն։ Մենք կարող ենք հարցեր տալ, մենք կարող ենք զարմանալ, մենք կարող ենք փնտրել հասկանալ։ Եվ այս փնտրումը, այս զարմանքը, այս հարցադրումը, սա է մեր մեծությունը։ 2025 թվականին Կալիֆոռնիայի համալսարանի փիլիսոփա Ռեբեկա Գոլդշտայնը գրեց. Գուցե մեր դերը տիեզերքում ոչ թե պատասխանել հարցերին է, այլ տալ ավելի լավ հարցեր։ Գուցե տիեզերքը զարգանում է ոչ թե դեպի վերջնական պատասխան, այլ դեպի ավելի խորը հարցադրում։ Եվ մենք, մեր սահմանափակ կյանքերով, մեր փոքրիկ ուղեղներով, մեր անկատար հասկացողությամբ, մենք տիեզերքի միջոցն ենք հարցնելու ավելի խորը հարցեր։ Գուցե սա է պատասխանը։ Ոչ թե վերջնական ճշմարտություն,
այլ անվերջ ճանապարհորդություն դեպի ավելի խորը հասկացողություն։ Մենք շարժվում ենք 2.210.000 կմ/ժ արագությամբ տիեզերքում, բայց ավելի կարևորը, մենք շարժվում ենք դեպի ավելի մեծ հասկացողություն, ավելի խորը իմաստություն, ավելի լայն գիտակցություն։ Եվ գուցե սա է վերջնական պատասխանը մեր սկզբնական հարցին. ինչու ենք մենք շարժվում։ Որովհետև շարժումը աճի միջոցն է, որովհետև շարժումը սովորելու միջոցն է, որովհետև շարժումը դառնալու միջոցն է։ Մենք շարժվում ենք, որովհետև մենք դեռ չենք այն, ինչ կարող ենք լինել։ Մենք շարժվում ենք, որովհետև տիեզերքը դեռ չէ այն, ինչ կարող է լինել։ Մենք շարժվում ենք, որովհետև ճանապարհորդությունը դեռ չի ավարտվել, եւ գուցե երբեք չի ավարտվի։ Գուցե տիեզերքը անվերջ ճանապարհորդություն է, առանց վերջնական նպատակակետի։ Գուցե յուրաքանչյուր պատասխան բացում է նոր հարցեր։ Գուցե յուրաքանչյուր հասկացողություն բացահայտում է ավելի խորը խորհուրդներ։ Գուցե յուրաքանչյուր ավարտ նոր սկիզբ է։ Եվ եթե այդպես է, ապա մեր շարժումը տիեզերքում ոչ թե ժամանակավոր երևույթ է, որը կավարտվի մի օր։ Այն հավերժական գործընթաց է, որը կշարունակվի անվերջ։ Բայց նույնիսկ եթե մեր անհատական ճանապարհորդությունը ավարտվի, երբ մեր մարմինները դադարեն գործել, երբ մեր գիտակցությունը վերադառնա տիեզերական գիտակցությանը, երբ մեր ատոմները ցրվեն եւ դառնան մաս նոր աստղերի, նոր մոլորակների, նոր կյանքի, մեր ներդրումը կմնա։ Յուրաքանչյուր մտք, որ մենք մտածել ենք, յուրաքանչյուր փորձառություն, որ մենք ունեցել ենք, յուրաքանչյուր ընտրություն, որ մենք կայացրել ենք, բոլորը հարստացրել են տիեզերքը։ Բոլորը ավելացրել են դրա բարդությանը։ Բոլորը խորացրել են դրա գիտակցությունը։ Մենք անմահ ենք ոչ թե որպես անհատներ, այլ որպես մասնակիցներ տիեզերքի անվերջ պարի։ Մեր էությունը, մեր փորձառությունը, մեր ներդրումը բոլորը մնում են տիեզերքի հիշողության մեջ, ներծանված դրա կառուցվածքի մեջ, արտահայտված դրա անվերջ էվոլյուցիայի մեջ։ Եվ այստեղ, վերջապես, մենք հասնում ենք վերջին շերտին։ Վերադառնանք տուն։ Հիշում ես, թե որտեղից սկսեցինք։ Դու նստած էիր, կարդում էիր այս բառերը, եւ մենք ասացինք քեզ, որ դու շարժվում ես 1670 կմ/ժ արագությամբ։ Հիմա, երբ մենք անցել ենք ամբողջ այս ճանապարհորդությունը, երկրի պտտումից մինչև գալակտիկաների շարժումը, հարաբերականությունից մինչև քվանտային մեխանիկան, գիտակցությունից մինչև իմաստը, վերադառնանք այն պարզ պահին։ Դու նստած ես, դու կարդում ես այս բառերը, դու շնչում ես, քո սիրտը բաբախում է, քո ուղեղը մշակում է տեղեկատվություն, եւ հենց այս վայրկյանին դու շարժվում ես 2.210.000 կմ/ժ արագությամբ տիեզերքում։ Բայց այժմ դու գիտես, որ այս շարժումը ոչ թե պարզապես ֆիզիկական փաստ է, այն քո կապն է տիեզերքի հետ, այն քո մասնակցությունն է տիեզերական պարին, այն քո ներդրումն է տիեզերքի ինքնաճանաչման մեջ։ Յուրաքանչյուր շունչ, որ դու վերցնում ես, յուրաքանչյուր սրտի բաբախյուն, յուրաքանչյուր մտք, բոլորը տեղի են ունենում այս անհավատալի արագությամբ, այս անհավատալի ճանապարհորդության մեջ։ Եվ երբ դու փակում ես աչքերդ, երբ դու զգում ես քո մարմինը, երբ դու գիտակցում ես քո գոյությունը, դու զգում ես ոչ թե անշարժություն, այլ խորը, հանգիստ, հզոր շարժում։ Դու զգում ես տիեզերքի հոսքը քո միջով, դու զգում ես ժամանակի անցումը քո մեջ, դու զգում ես կյանքի պարը քո յուրաքանչյուր բջջում։ Սա է վերջնական ճշմարտությունը, որին մենք հասել ենք։ Դու ոչ թե առանձին էակ ես, որը շարժվում է տիեզերքում։ Դու տիեզերքի մաս ես, որը շարժվում է ինքն իր միջով։ Դու ոչ թե դիտորդ ես, որը նայում է շարժմանը։ Դու ինքդ շարժումն ես։ Եվ այս գիտակցությունը, այս հասկացողությունը, այս զարթոնքը, սա է նվերը, որը տիեզերքը տալիս է քեզ այս պահին։ Դու կարող ես շարունակել ապրել, կարծելով, որ դու անշարժ ես կանգնած։ Կամ դու կարող ես արթնանալ այն ճշմարտությանը, որ դու ճախրում ես տիեզերքում անհավատալի արագությամբ, մասնակցում ես տիեզերական պարին, ստեղծում ես իրականությունը յուրաքանչյուր վայրկյան։ Ընտրությունը քոնն է։ Բայց հիմա, երբ դու գիտես, երբ դու հասկանում ես, երբ դու զգում ես, դու երբեք չես կարող վերադառնալ անգիտության։ Դու երբեք չես կարող նորից նայել աստղերին եւ տեսնել միայն լույսի կետեր։ Դու կտեսնես անվերջ տիեզերք, որը շարժվում է, փոխվում է, զարգանում է։ Դու երբեք չես կարող նորից զգալ քո մարմինը եւ կարծել, որ այն անշարժ է։ Դու կզգաս անվերջ շարժում, որը հոսում է քո յուրաքանչյուր ատոմի միջով։ Դու երբեք չես կարող նորից ապրել քո կյանքը եւ կարծել, որ այն անիմաստ է։ Դու կհասկանաս, որ յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ընտրություն, յուրաքանչյուր փորձառություն, բոլորը մաս են տիեզերքի մեծ պատմության։ Սա է վերջնական նվերը։ Ոչ թե պատասխաններ, այլ նոր ձև տեսնելու, ոչ թե վերջնական ճշմարտություն, այլ ավելի խորը հարցեր, ոչ թե ավարտ, այլ նոր սկիզբ։ Եվ այժմ,
Երբ դու կարդացել ես այս վերջին բառերը, երբ դու հասել ես այս ճանապարհորդության վերջին, հիշիր, դու շարժվում ես 2.210.000 կմ/ժ արագությամբ տիեզերքում։ Յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր շունչ, յուրաքանչյուր սրտի բաբախյուն, անվերջ ճանապարհորդություն անվերջ տիեզերքում։ Եվ դու, հրաշալի, գիտակից, ստեղծող մասնակից այս անվերջ պարի։ Գուցե հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները։ Գուցե ճանապարհորդությունը ավելի կարևոր է, քան նպատակակետը։ Գուցե շարժումը ինքը իմաստն է։ Շարժվիր, զարմացիր, ստեղծիր, որովհետև դու մաս ես տիեզերքի, որը երբեք չի դադարում շարժվելուց, երբեք չի դադարում զարգանալուց, երբեք չի դադարում դառնալուց ավելին, քան այն, ինչ է։ Եվ յուրաքանչյուր վայրկյան, երբ դու շարժվում ես, դու ստեղծում ես տիեզերքը նորից։ 2.210.000 կմ/ժ, անվերջ։